Հայաստան հաղորդաշարը Radio Stars-ն Radio Stars-ի ունգընթիրներ պատրաստվեցեք դարձյալ լսելու եւ դիտելու նոր հարցազրույցը Հայաստան հաղորդաշարեն արժանավոր եւ օժտյալ անզուգական երկերու մեկնաբան Երկիչ Էլի Բերբերյանին հետ Երկուշաբթի հունիս երկուքին հաղորդավարուհի Ստեյսի Ավեդիկյան Արաբյանը պիտի հյուրընկալե սիրված եւ հարգված Երկիչ Էլի Բերբերյանին, որ պիտի հաղորդե ցեզի հարցազրույցի ընթացքին իր առաջին նախագահներուն մասին, Լիբանանի մեջ իր ունեցած անմոռանալի հիշատակներուն, դպրոցական եւ երաժշտական գրթության մասին, ներառյալ երկած տարբեր ոճերուն, շրջակայություններուն, Հայաստան այցելության եւ Արցախյան 44 օրյա պատերազմին ներկա գտնվելու մասին, ինչպես նաեւ երկերու ստեղծագործության ցիրկի մասին։ Գերնակ հետևիլ ուրույն հարցազրույցին ուղիղ եթերով Radio Stars-ն եւ Radio Stars-ի թիմադեդրեն Գեսորի հետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով եւ երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով։ Հայաստանի դռները միշտ բացեն ձեզ համար, հայեչան, եկեք միանալ։ Հայաստան հաղորդաշարի սիրելի հետևողներ, սպասեցեք արժանավոր եւ օժտյալ անզուգական երկերու մեկնաբան Երկիչ Էլի Բերբերյանի հարցազրույցը երկուշաբթի հունիս երկուքին։ Այսօր երկուշաբթի հունիս 2 2025 ինչպես գիտեք միշտ նախորոք որոշված հարկված անձնավորությունները որ կհրավիրեմ Ձանուցումը դիտեցիք անցյալ շաբթվա ընթացքին իմացակ եւ բազմաթիվ նամակներ հարցումներ ուղարկեցիք Ցեզի ասինք այս հարցումները պետք է անպայման երբ ուղիղ եթերով ներկայացնեմ հաղորդաշարը անպայման դարձյալ գրեցեք եւ շնորհակալ եմ թե այսքան նեցուկ կգանքնիկ կաչակցիկ որովհետեւ այս հայտակերը միշտ հաջողի Ես պիտի բացակայեմ շատ կարճ թաթարմ այսինքն հավանաբար 1-1.5 վայրկյան ապա պիտի վերադառնամ օպերային կողդրիկ ցայն ունեցող հարկված սիրված եւ օժտյալ երկիչ Էլի Բերբերյանի հետ որ պիտի լսենք հոպա երգը ուրեմն հոպա ջաներ գնացինք եւ կվերադառնանք երկուքս All keys on the track Back with another one Գլսեք Radio Stars Fashion lifestyle. Come on! Yeah! Marco Mr. Tom Tom! Hoppa! Come on! Higher John! 2, 1, hoppa, let's go! The one and only Mr. Tom Tom! Marco! Լավ գիտեն թե ես այսքան էներգիա ունիմ, հյուրս ալավելի լուրջ է։ Ապա, եւ այսպեսով լսեցինք շատ գեղեցիկ երգը հոպա խորակրով մեր այսօրվա հյուրի մեկնաբանությամբ։ Ողջույն Radio Stars-ի եւ Հայաստան հաղորդաշարի սիրելի հետևողներ։ Մեծ հաջողքով պիտի ներկայացնեմ ցեզի այսօր եւս օժտյալ երկիչը, որ ծնած, ուսում արած եւ մեծած Լիբանան։ Հազիվ 5 տարում մանկական թողտոչ քայլերով էր միշտ արթուն, շարունակ
ուսուցիչներու կողմէ քաչալերվելով դբրոցական հանդեսներու արիտներով բեմ գհրավիրվեր։ Ինքզինք իր դարիքեն ավելի քերաթասելով իր 5 ամյա դարիքին հիացնելով գզարմացներ ոչ միայն փոքրիկներուն, այլ մեծերուն եւս քաչալերանքի ձապեր խլելով։ Սիրած է ասկային եւ հայրենասիրական երգեր հաճախ լսելով իր ծնողքեն, դբավրվելով, ներշնչվելով ու հայկական սկացումը բարձր բահելով։ Նախնական գրթությունը ստացած է հայկական դպրոցի մեջ, երաժշտական գրթությունը ստացած է Լիբանանի պետական երաժշտանոց, ապա Կանադա դեղափոխվել է յետ, շարունակած է երաժշտական գրթությունը 6 տարիներ շարունակ հաջախելով McGill University, ուր խորացած է օպերատիկ ուսումի մեջ։ Այսօր ինք շատ լավ ջանցված եւ հարկված իբր հայտնի երգիչ եւ հադուկ օպերային ցայն ունեցող ուրախությամբ եւ շնորհակալություն հայտնելով իմ հրավերս ընդունելով գհյուրընկալեմ հարկված սիրված եւ հոյագավ ցայն ունեցող օժդյալ երգիչ Էլի Բերբերյան բարի եկացեք հայ աստղեր հաղորդաշարեն եւ ռադիո ստարզեն։ Ինչպես է Սպեցի ջան։ Ես միշտ լավ, միշտ բարձր դրամատրությամբ ես դուք Էլի Բերբերյան։ Այո, սկացի, միշտ positivity կակատնագետը հասցնողն ես մեզի, շատ շնորհակալ ենք եւ շատ շնորհակալ եմ նաեւ հարաճապանին, ողջույններս, չեն բարևներս, բոլոր մեր ագնտիրներուն այս վարյանին։ Որ անամբեր կսպասեն։ Այո, բոլորը լավ են եւ բարձր դրամատրությամբ են։ Արդեն երբ տեղադրեցինք մենք ցանուցումը YouTube-ի մեր ալիքի վրա եւ նույն ժամանակ թիմադետրի վրա, անգարելի է թե գրնամ բացադրել ոչ միայն դասնյակներ, այլ ավելի հարցումներ, ողջույններ ու խոսքեր։ Ես խնդրեցի բոլորը, երբ մենք ուղիղ եթերով կապվենք, այդ պահին գրնան գրել եւ գրնագ սկսել այս պահին հարկելիներ ծեր հարցումները գրել ես սիրահոժար գկարդամ հարցազրույցի ընթացքին եւ մենք ասենք գնացինք եւ պիտի սկսենք այսօրվա վստահ եմ նախորոք թե հարուստ հարցազրույցը պիտի ելա այսօր հասուն դարիքի Էլին գհիշե փոքրիկ Էլիին դաղանթը թե ինչպես սկսած է չի գնալ մորնալ փոքրիկ Էլին միշտ ինքը սկիզբն է եւ գարձեմ թե միշտ Էլին երիտասարդցնող այդ մասնիկն է իր ամեն փորձառություններով այդ փոքրիկության ժամանակ փոքր եղած ժամանակ իր բուրչամուդի experience-ով փորձառություններով իր դպրոցներով իր ուսուցիչներով բոլոր անձնավորությունները որ իր շուրջ ունեին Աստծո շնորհքով որ դաղանթն է եւ որ աբահով բաղած է մեզի այդ ռումպերունդակ Ամեն դեսագետով, փոքրիկն Էլին միշտ կա։ Նամանավանդ մենք կխոսենք at հայադրոպ շրջանը, որ դուք հիշեցիք բուրչամուդը, at հայկական սկացումը, որ ունիք արդյոք ծեր շրջանագեն է, կամ հայադրոպ շրջան ապրել է, ծնողքներեն է, ինչպես at հայկական զուտ սկացումը ծեր փոքր դարիքեն, իսկ ունեցած եք, որ քիչ երկ կպիտի դիտենք ծեր փոքր դարիքին փեմին վրա ինչպես երկացեք։ Ծնողքեն է, Ստեյսի, ծնողքեն է, տրացիներեն է, մտնոլորդեն է Միջավայրեն է, ասենք, դպրոցները, բոլոր անոնք, որոնք բզդիկ մասնիկ մցկած են, հետքեր մեր բնավորության վրա, մեր հայրենասիրության վրա, ժամանակեն է 80-ական, 80-ի վերջերն էր, որ ես արդեն գհիշեմ, գրնամ հիշել միջև այնադենները, Ղարաբաղի պատերազմը, Լիբանանի քաղաքացիական պատերազմները, հայապահպանումը, մեր թաղերը, մեր Թրացիները հացը գեսեն գդրել իրարու հետ բաժնելները ամենը ասոնք գերդեն քեզի Այո հիանալի եւ անմոռանալի օրեր են թե բոլորս երբ Լիբանան կապրեինք այդ ծևով կվարվեինք իբր տրացի քույր եղբայրը որ կվարվեինք շատեր այսօր գսեն թե Էլի Բերբերյան դեղափոխված է կապրի ինք սպյուրքի մեջ է ինչպես իր հայկական սկացումը այսքան բարձր բահած է Սպյուրքը ինքը արդեն դպրոցն է, գտնանք Երևանայել դպրոցի վեսպամը, նամանավանդ մեր կողմը մենք բախտավոր ենք, որ այսքան հայորդիներ գաբրին մեր մեջ, եւ հիմա որ համացանցը եղավ, ամեն աշխարհը արդեն բզդիկցավ։ Ավստրալիան, հավասար է Մոնրեալ, հավասար է Լոս Անջելես, ընկերներով, բարեկամներով միշտ այսպիսի հայկական մթնոլորտով գտնանք ապրիլ, գերդել
Եվ ես միշտ կսեմ, որ բախտավոր ենք, որ այսպիսի ասկ մնենք, որովհետև չեմ գիտեր, եթե իդալացիները կամ պորտուգալցիները կամ ոյ մեկ ուրիշ ազգ, ոչ գրոնք, այսպիսի վերաբերմունք ունի, որ երկու հոգի եթե կովկովիկան, մեկը ասեմ ուսին ես հայ եմ եւ այլն, անպայման ասկական մգել է, բարեկամ մգել է, միշտորդ մգել է եւ այլն։ Շատ հետաքրքրական է մեր պատմությունը։ Ճիշտ է, որովհետև խոսեցանք մենք հասուն եւ փոքրիկ Էլիին, Տիդեն կարգ նկարներ, Էլին ցեզի վիդի հաղորդե հարկելիներս այս նկարներուն հիշադակելի եւ անմոռանալի օրերուն մասին։ Հոս կդեսնենք նկարներ, փոքրիկ Էլին, սիրուն Էլին, կդեսնենք հավանաբար հոս հանդեսիմը ընթացքին։ Եթե պիտի խոսենք այս նկարի մասին, կհիշեք դպրոցական հանդեսմներ կամ այս մեկը որ մեկ նկարն է, Էլի։ Այս մեկը Գիլիգյան վարժարանն է, տվագանը գրնալալ 86 է, ես 82-ի ծնունդ եմ, գրնալալ, որ 87-ի է տվագանը, և ետևը շրջանավարտները կան, և երկը, որ երկեցի շատ ծավալի երկ մներ ասկային, նպատակից հասնիմ միայն երկներ։ Իսկ հոս եւս կտեսնենք նկարը բարձրախոսով դարձյալ դպրոցական հանդեսի երկածեք կամ այս նկարը ուր է, ինչ կհիշեցնե ցեզի այս գեղեցիկ նկարը, փոքրիկ Էլիի նկարը։ Ցերկերը այսպես միացեք։ Իսկապես թե շատ գեղեցիկ է այս մեկը, աբրածեք Էլի Բերբերյան հայեր միացեք հայեր այսպես ցերկերը միասնապարկով կովիդ տնելով, ուր էր այս մեկը այդքան բարձր հայկական ոճով սկացումով է որ գերքեք, այդ տարիքին կխոսենք։ Այդ Հովանես Բողոսյան դերասրահն է, Լիբանան, եթե չեմ գիտեր, եղած է Ստեյսի Մեսրոբյան դպրոցին շատ մոդ է, այդ գամուրջին կովիդ դերասրահն է, Շուշտ։ Եվ հոն երկու հատ համերգ ունեցած եմ, հայրս ուզած է պապակած է, որ հատ համերգներ ունենամ, այն մեկ համերգը 25 երկով զինյալներ շենքին վրա, որովհետև քաղաքացիական պատերազմ էին գվախտնային անվտանգության հարցեր կային, իսկ հայրս ուղղակի շատ խոնար իր պայմաններում մեջ ինքը բզդիկ ճաշարանում ուներ եւ քեբաբ կներ։ Այո, եւ ողորմածը ինքը անշուշտ իմ մորս աջակցությամբ ուզեցին, որ այսպիսի մեծ կոնցերտ մանել եւ ասկային ուժերալ մեջ մտան, որովհետեւ այս մանուկը փեմիելա եւ իրենց ծևով մը խրախուսե այդ դժվար բահերուն, որ հացի համար մարդիկ փուրերուն արչեւ գարկ կսպասեին, մեր զինյալները, մեր թաղամասերը կհսկեին։ Ճիշտ է։ Եվ այլն, որն ասեմ, որ խոստովանին։ Բայց շատ լավ դեղեցություններ է, որովհետև ինձ շատեր ասեցին, քրեցին, թե մենք կուզեն Էլի Բերբերյանին ալավելի ծանոթանալ, ոչ թե միան երկիչ, ալ իր մանկությունը ինչպես եղած է այդ պատճառով, ես ուրեմն բաժնած եմ հաղորդաշարս հանքրվանով է, որ պիտի խոսենք այդ բոլոր անմոռանալի հիշադակներուն մասին, եւ այսպես պիտի ցկեմ ցեզի որբեսի վերհիշեք, որովհետև անգարելի թե մոռնանք մեր մանկությունը, մեր փոքրիկ եղած ադենը ունեցած այդ հարուստ հիշողության մեջ, որ կդպավորվի եւ միշտ կմնա։ Դուք նախնական գրթությունը ստացած եք հայկական դպրոց, արդյոք միայն մեկ դպրոց կամ որ մեկ դպրոցը հաճախացեք եւ ինչ հիշադակներ կբերեք դպրոցեն ցերեդ այսօր։ Գիլիգյանին շատ բան չեմ հիշեր, այդ նկարը, որ հիմա ցույց տվիր մեզի Ստեյսի շատ հիշադակալի նկար է, որ ես ալ մորցած եմ այդ օրերը, շատ փոքր էի, Գիլիգյան, Շամելյան, Մխիթարյան, Սոֆիա Հակոբյան։ Բուրչամուտ շրջանը, վերջո, Սոֆիա Հակոբյան, Բուրչամուտ շրջանն է, որ վերջացած է։ Իսկ ով նշմարեց, թե դուք ունիք դարբեր ցայն ուրիշ փոքրիկները, ուսուցիչները, կամ ծեր ծնողքը, ծեր շուրջինները, ասկականները, ով։ Ամենի առաջ դունենը սկսավ, իմ հայրս գերքեր, գպապակեր, որ երկիչ դառնա, բայց չեմ գիտեր գնալ փախտի պերման պե որ չեղավ, երբ որ ես սկսա իմ դաղանթը ցուցաբերել բզդիկ դարիքիս, այսինքն
ուշիմություն, արագ երկսորվիլ, երկը լավ մեկնաբանել, ցայնային կարողություն եւ այլն, ուզեց որ ինչ որ ինքը չի գրծավնել իր դժվար պայմաններում մեջ ինձի ընձայ է։ Այդ ծևով էր որ եղավ եւ անշուշտ մայրս շատ մեծ ներդրում ունի ասկային եւ գրոնական այդ ճիղը ստեղծելու իմ մանկությանս օրերեն եւ մինչեւ հիմա եւ ապա ուսուցիչները բայց ադիգա ինձ համար մեծ փախտ էր եւ դժբախտություն էր եթե գիշես վերջին անգամ որ Պասադինա էի իմ նախին ուսուցիչներից մեկը եկավ Ապրելի իսկ գիշես սի ոչ սավ ես ուսուցչուի դեղած եմ Գիլիգյան այսինքն գխոսենք 5 տարեկան 6 տարեկան այո սի չեմ գրնար հիշել սավ որ այնադենը սավ ուսուցչարանը ժողովներ գնեինք որ ասփոքրիկը սկսավ երկել մարտիկը սկսան զապարել ինքն իրեն գրնալալ հովերու սկսավ մտնալ եւ թասերը լավ չի սորվիլ Ասի բարձ է որ այդպեսի այդպեսի պատմություններ մտածեց ինձ այո որ հետաքրքրական է բայց զարմանալին անետ է միշտ փոքրիկ ման ավելի լավ գհիշե եւ իսկ ծեր հիշողության մեջ at ուսուցչուհին դբավորված չէ հավանաբար շատ բարգացած է գամ դուք իր տասարանը շատ փոքր է ուղղակի Գիլիգյանը շատ փոքր է շատ հազվագույթ հիշադակներ ունիմ թաղը դբրոցը ավելի չունիմ այդ նկարը այդ օրը հիշադակելի էր այդքի ավելի Գամ չունիմ, գամ փորձած եմ մորնալ, որովհետև շատ դարաբելի օրեր էին։ Այո։ Բուրչամուդի եւ Լիբանանահայության համար այդ պատերազմի օրերն էին։ Ճիշտ է։ Բոլորս կուզենք մորնալ այդպես վատ օրեր եւ միայն լավն է որ դպավորվի եւ հիշենք ուրախությամբ միշտ։ Դուք Էլի Բերբերյան երաժշտական գրթությունը ստացած եք Լիբանանի Պետական երաժշտանոց։ Ինչ սորված եք ճիշտ։ Պետական երաժշտանոց 3 տարի փախտ ունեցա երթալու եւ Լիբանանեն նախնական սոլֆեջո նախնական ցայնային կարողություններ այսինքն 16-18 տարեկան էի մինչեւ արդեն 20 ստիպեցա ցկել եւ ատկեվերջ Կանադա եկա շարունակեցի բայց բեյսը ես կգարձեմ որ Կանադա տրվեցավ որովհետև հոստեղ ավելի առաջացած են տեխնիկային առումով, ուսումնային առումով, բոլորովին ուրիշ է, այսինքն curriculum-ը իրենց շատ ավելի լավ է Լիբանանեն եւ մտայնությունն ալ ասեմ մտայնություն այո որովհետեւ Կանադա դեղափոխվեցաք ուրեմն դուք McGill University-ին հաճախեցիք եւ ավարտեցիք 6 տարիներ շարունակ խորացաք ավելի օպերատիկ ուսումի մեջ ես շատ լավ նշмарեցի էլի երբ բրբդեի եւ լավ ցևով կգարտայի ծեր մասին թե դուք սկսած եք այդ օպերային երգերով ապա ծեր ոչ այսօր բոլորովին դարբեր է Օպերային երգերով է թե սկսակ երգելու գամ մի նույնաժամանակ, այսինքն միաժամանակ երգեիք թե ջոխը, թե օպերային, թե ալդարբեր ոճերով, քույներով։ Բավականին ասկային եւ աշխողական երգերով է որը սկսած եմ իմ երգի ասպարեզս, այսինքն փոքր դարիքես ասկային Հետո 16-ին 20 տարեկան, 21 տարեկան աշխողական երգերով Լիբանանեն արդեն սկսավ այդ ոճը Հետո երբ որ Կանադա եկա McGill University բարոմը կդա այնադեն ինտերնետի վրա որ երազանքս էր որ իրեն պես մեկում հետ ուսանիմ ես ալ նոր եկած եմ այստեղ կորչունիմ Սուրբ Հակոբի քերմեսին համար եկած էի եւ հոն ջանցած էին որ ելին աշխողական էստրադային ասկային երգը եւ այլն երբ որ email-ը իրեն մարտը ընթարաչեց տեսի որ I'm a refugee եմ ասի Լիբանանեն այսինքն Լիբանան 2006-ի պատերազմին էր որ հոսեգա իդ դարձը քրեթե անգարելի էր 15 օր 20 օր կամ 1 ամիս կրնալալ որ օտանավակայանը կոչեր օտագայանը այո Ստեփանո Ալջերի էր անունը երկարասակ 7 ֆիտ մարդ մներ մեծ ցայնով օպերատիկ համաշխարհային կարիերը ռազերինգը այո ուրեմն Եգակովը առաջին փորձեն ինձ ասավ որ ասի իմ բանալիս է ասավ կնա եւ այս երկերը կապի էր որ 3 կամ 4 լեզու էին մեջգար գերմաներեն
ռուսերեն, անգլերեն, իտալերեն, 5 լեզու էին actually։ So, երբ որ իդ վեր ելակովը, ասա որ համացայնություն այն էր, որ $100 է ժամականը։ Այն ժամանակ խոսենք $100 Պատրաստ ովս այդ գումարը, ասի որ ինչպես կրնամ պրոֆեսոր, այսինքն ցեզի վարսադրել եւ այլն ահա է գումարը, չեմ ուզեր ասավ, կալանքամ կխոսենք։ Այս մարդը վերջավորության ինքն էր պատճառը, որ ես մգիլ 4 տարի առանց ոյ մեկ բան վճարելու as an exceptional talent ուսանեցա, որովհետև ինքը ինձի պատրաստեց եւ եդերնալ պատմություն մգար հետաքրքրական է եւ դիգնոջ մեծ մայրը հայ էր հետո իսա հետո օրմը պատմեց որովհետև մոմը ուներ որ միշտ այդ մոմը գվարեր տասարանի մեջ Սավ որ իմ դիգինս ալ քեզի վես սավ ռեֆյուջի եկած է այստեղը եւ մադամ Նարիչի մը գային ադեն եղեր շատ հանրազանոտ ուսուցչուհի էր ցայնի իտալական տեխնիկին բելկանտո եւ դիգինը ռեֆյուջի եկած է մադամ Նարիչին իրեն համաշխարհային բեմեր հասուցած է Պավարոտին հետ եկած է այսինքն դիգինը Պավարոտի Դոմինգո ամենուն է բեմի ելած է she was a mezzo soprano Սավ որ դիգինս 10 տարի առաջ սավ կանսերեն մահացավ եւ սավ ես ամեն օր այս մոմ իրեն համար գվարեմ մեգալ դեսնեմ սավ թուն թուրս կտագես կսես որ թուն հայես այսինքն դիգնոջ մեծ մայրը հայեր ռեֆյուջի ես սավ ինչ որ մադամ Նարիչին դիգնոջը սրավ ես ալ քեզի պիտի ենեմ այդ բեսով նվիրված հոգիով եւ սրտով ինձի տասավանտեց Մինչև որ այլևս ես միտքս փոխեցի, որովհետև սկացի, որ ամեն լեզու երկեմ բացի հայերենը եւ հայերեն երկավես տնալ, պետք է այսինքն գուզեմ իմ հայերենից երկել, իմ ժողովրդից երկել, իմ լեզուս երկել։ Այո, մենք բնավ գասկած չունենք։ Գամած արդեն կորձերն ալը սկսան եւ ասված ինձի ճանապարհ մցույց տվավ։ Միշտ այդպես է, դուք աստվածադուր ցայն ունիք եւ ուսանած եք, համաստարան հաճախած եք, ավարտած եք, ուրեմն աստված այս բոլոր դվյալները դեսած է ձեր ցայնի դվյալները, վստահ եմ թե միշտ ինքը լուսավոր է մեր բոլորի ուղին։ Բայց դուք ըսիք թե Էլի Բերբերյան, ձեր փափակներ կամ երազներ այս անցին ծանոթանալը։ Արդյոք նախորդ ծանոթությունը գար կամ կապված էիք իր հետ ինչու այս անցը Աստված գրգացիր կամ ինչու ձեր փափակներ անպայման ծանոթանալ այս անցին հետ։ Ես McGill University website-ին վրան էի ուղղակի պրոֆեսորները գնայեի, ովքեր են, եւ տենորները արդեն շատ քիչ են, հազվագյուտ ցայն է տենորը։ Մեկ ուսուցիչ կար որ տենոր էր, CV-ն նայեցա եւ տեսա որ La Scala de Milan-ն մինչեւ Մյունիխ, մինչեւ San Francisco Opera երկած է մեծ career ունի եւ օպերաները որ ըրած էր այսինքն այն ադեն YouTube-ը չի կա YouTube-ը 2006-ին էր այս պատմությունն ալ 2006-ին այսինքն շատ we didn't have access մատչերի չէր որ գարենայինք լսել ասինչը փնդրել եւ այլն հիմա գվավես այո բոլորովին դեռ Դո մայվեցա իրմով եւ ասի որ արդեն հազիվ որ պիանոյին վրա նստեցավ Տոսկայեն Կավարադոսիեն մեկ հատ ֆրազը որ ինձի համար երազանք էր ադիկա լայվ լսելը երբակա է լիբանանեն եկած ես այո եւ օպերայա չենք տեսած լիբանան օպերայի ցանկ չունի այսինքն երթանք օպերատի դենք այս գիշեր չի գա այդպեսի բաներ ճիշտ է երբ տեսնենք գզմայինը CD-ներում վրա գլսեի այո բոլորովին այդին եւ լայվը ուղագի հմայվեցա այս է մարդը իմ ուզած մարդս է Եվ ճիշտ, դուք սկսակ այո օպերային ինչպես տեսի, աբա ձեր ոճը փոխեցիք, որ այսօր բնավ գասկած չունենք բոլորս Էլի Բերբերյան, թե ձեր յուրահատուկ ոճի շնորհիվ կարող եք ավանդական հայկական երգերը մատուցել։ Ինչ պատճառ դարձավ ձեր ոճը փոխելու։ Գիտեմ թե ուզեցիք հայկականը երգել իբր հայ երիտասարդ հայասկի համար, բայց արդյոք մի պատճառ մգար թե ցեզի ստիպեց այդ պատճառը կամ դուք համոզված եք թե պետք է բոլորի ուրախ բահեք դարեցներուն, երիտասարդներուն, փոքրիկներուն այդ տարբեր լեզուներով, տարբեր ոճով եւ տարբեր քույնով երգել։ Այսինքն օպերային թեպի հայերեն անցնիլը թե հայկականի մեջ ոչ փոխելը Օպերային թեպի օպերային երգերը որ երգեիք բարային չէ, խրախճանքային չէ կամ հանդարտ սիրային երգեր չեն, ինչու այդ ոճը փոխեց Էլի Բերբերյանը կամ քույնը փոխեց
Ասեմ բաժարներն մեկնալ ինքը ասկային բաժարգար մեջ է, բայց անձնական բաժարներ արգան, որտեղ օպերայի աշխարհը բոլորովին դժվար ասպարեզմն է, նամանավանդ տենորներու համար, որ պետք է աշխարհը շրջիս, ուր որ ըլլա ակտոհոմ պետք է ըլլաս, Այո։ ցայնի ուշադրությունն ես, ժամը 8-ին գիշերը կնանաս, չի կնայդ արա 4 ժամ չի ուտես, չի խոսիս, չերտաս, չի կաս։ Ես ալ քիչ մգյանքը սիրող եմ, Ստեյսի, անել որ բան եղավ, այսինքն clash մի եղավ։ Գյանքը սիրող եւ փորը սիրող արդյոք երկուքն է։ Այո, կյանքը սիրող, փորը սիրող եւ եթե այդ ճանապարհը երթայի պիտի չամ ուսանայի։ Հիմա bicycle-ը վրա Մյունեխի մեջ պատված օպերային երթամ օպերային գուքամ։ I couldn't handle it. Ես չէի գնար այդ միսլալ։ Իմ անցյալս այդպես չէ, ես այդպես չեմ։ So եւ վրանալ հայ եմ, վրանալ ասկային չի ունիմ, so ուզեցի որ իմ ժողովրդի սլա, ինչ որ դաղանդ կա։ Անշուշտ անպայման։ Շատ հաճելի այսպես ծեր մանկության մասին հիշելը, բայց հոս մենք պիտի դիտենք շատ գեղեցիկ եւ իմաստալից երկով եւ երկու երկիչներով վիդեոմը ապա կփոխանցեմ հարցումս։ Դիտենք։ Այսօր ես շատ գաջաբար եմ հավանաբար վիդեոները շատ արագ դիտելու համար դիտեցինք այս հրաշալի վիդեոն որ կանալ խոսինք նյութի շուրջ հավանաբար քիչ է որովհետև այսօր ցավոք սրտի մենք Արցախը ճունենք եւ կտեսնենք Էլի Բերբերյան դարազով կտեսնենք ցեզի Հայաստանի մեջ որ գտնվեցակ նախ ապա Արցախ դբրոցի մեջ աշակերտներով դուք մի քանի անգամ այցելած եք Հայաստան ցեր ունեցած հայրենասիրությունը շատ Կնահատելի է ու միշտ պատրաստ եղած եք զոհվելու հայկական հողի համար։ Մենք դիտեցինք այս վիդեոն մեկը մյուսեն առաջ հավանաբար դիտեցինք վնաս չունի 2020 թվականի սեպտեմբեր 27-ին առավոտյան ժամը 7:10 անց Արցախեն ստացվեցան առաջին ցավալի լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսած է օդային եւ հրթիռային հարձակում։ Ակնհայտ էր Ղարաբաղի լայնամասշտաբ պատերազմը, թե սկսած էր։ Նույն օրը Հայաստանը եւ Արցախը հայտարարեցին ռազմական թրություն եւ զորահավաք։ Իսկ դուք Արցախյան 44 օրյա պատերազմին ներկայեիք։ Ինչպես նախ որոշեց Էլի Բերբերյանը գտնվել պատերազմական դաշտ, որ այսօր շատեր յետև մնալով, վախ ունենալով ճուղվեցան։ Էլի Բերբերյան ինչպես դուք որոշեցիք այդ պատերազմական դաշտը ներկա գտնվել։ Չեմ գիտեր, որոշումը չէր, որ իբր որոշում էր, ուղղակի շատ անագնկալ էր ինձի համարալ։ Վարգյանին տիկետները արին 4 դղակով եւ ասինք որ իջնենք եւ սպիրկը ներկայացնենք։ Վիդեոը արի եւ սպիրկի անշուշտ հայրենասերները, հայրենագիցները բավականին գումար հայտարարեցին at GoFundMe էջին։ Այո։ Եվ մենք մեր ծախսերը կոչելով այդ գումարը հասուցինք Հայաստան եւ 2800 ընտանիքի օգտակար դարձանք ռեֆյուջիներեն, որոնք Ղարաբաղեն եկած էին եւ նաեւ local մարդոց, այսինքն եթե Գյումրի ենք եւ ցուցակ մոնին որ 300 ընտանիք կա, 400 ընտանիք կա աբաստանված եկած Գյումրի եւ Գյումրեցին ալփամոգուզե ամեն դեղ կա աղքատ հարուստ եւ այլն բայց եթե եւ լոկալ քաղաքացին ալփամոգուզե այն ալ գնթարաչեինք շատ հետաքրքրական ճանապարհ մներ մեզի համար եւ հիմա երթալեն գմտածեմ որ ճիշտ բաններ որ ըրինք
Սփյուռքը Հայաստանին միացուցինք եւ այդ դժվար ժամանակներուն մարդիկը Հայաստանի մեջ մեր հայրենագիցները ըսկացին Սփյուռքի սփորտը բստիկ մասնիկ մնե մեր հրած այսինքն այրի գնոջ լուման է որ ըրինք բայց եւ այնպես ուր որ կացինք լուսավորեցինք Սփյուռքին անունով մեզի իբր սփյուռքահայ կանադահայ երդասարտները կճանչնային Այո իսկ էլի Բերբերյանին բարդականությունը ներ թե հայրենասիրությունը ներկա գտնվելու Երկուքը իբր բարդականություն ալ գրնամարնել բայց այդ չի նշանակեր որ քույրերս եւ եղբայրներս քույր եւ եղբայրս ելով այսինքն հայրենագիցները որոնք իմ ընկերներս են իրենք այդ բարդականությունը չի կատարեցին ուղղակի ես ընթարաչեցի եւ ուզեցի երթալ որովհետեւ բնավորությունս է չեմ գրնար այդպիսի աղետիմը արչեւ գանգնած մնալ եւ չի կարենամ աշխատիլ պատերազմի համար չիկացինք այնտեղ մենք զինվորին նեցուկ կանգնելու համար կացինք լոջիստիկսի համար կացինք մարդոց սրտեր ուրախացնելու համար կացինք Սփյուռք Հայաստան միացնելու համար կացինք մեր հայրենասերական բարդ կդալու կացինք հոնալ հետո ատկեվերջ պատերազմն ալ որ եղավ 2022-ի ներգարձեմ նորեն կացի եւ ամեն երթալուս ընդգրկվեցա ավելի եւ ավելի հայրենասիրությամբ հայոց բանակի նեցուկ կանգնելու ինչս էլ է հայերը միասնապարը լան ինչս էլ է միասնություն կարոզել ինչս էլ է հայ լալ եւ ասեմ քեզ իստեզի հիմա գուզեմ քիչմը անգերձ լալ հայ լալը դժվար է այս ժամանակներում Այո Դժվար է շատ մարդահարավերներ կան որտեղ մենք սփյուռք ենք Հայաստանեն հերու ենք իրենք ալ մեզ հերու բայց եւ այնպես հայ լալը ընդհանրապես այս օրերուն դժվարացած է այս ամեն բادرազներով եւ այս ամեն խոչըտոտներով ամեն քաղաքականությամբ եւ այլն So պետք է լար եւ ըրինք ասված ուժը դվավ եւ ըրինք Եվ շնորհակալություն թե աջակցեցաք այդ բոլոր ընտանիքներուն նեցուկ կանգնեցիք ծեր ներկայությամբ որ այսօր ովևէ մեկ այդ քայլը չեր արներ գսային թե այդ 44 օրյա պատերազմը վտանգավոր օրեր են մեր կյանքը ավելի թանկ է այսպես խոսքեր շատ լսած ենք բայց այսօր Էլի Բերբերյան հանգարց երբ այն ժամանակ լուրերու միջոցով դեղեկացանք անասելի ցավոտ իրականության մասին թե Արցախը մերը չէ Արցախը ալչունինգ Ինչպես դուք ստացաք դխուր լուրը նամանավանդ որ դուք այդ 44 օրյա պատերազմին ներկա եք հայկական հողի վրա ապա վերադարձաք եւ հանգարց այս ինչպես թե սի անասելի ցավոտ լուրը բոլորս ստացանք դուք ինչպես ընդունեցիք կամ լսեցիք Շատ դժվար է ընդունել ուղղակի նոյեմբեր 9-ին կատարվեցավ այս խնդիրը ես Հայաստան էի Երևան էի Այո նոյեմբեր 9-ին էր որ մեյ մնալ ժամը 11-ի գողմերը մեծ մեր սերով մեր խոսքով թաշխալամի եղավ եւ ինքնաշարժեր մարտիկ ջամփաներու մեջ բորացող գանչող զենք սխմող եւ այնտեղեն անդրադարձանք որ աղետ մի եղած է որովհետեւ մինչեւ այն ժողովուրդը հաղթելու ենք մտայնության մեջ էր Այո Եվ պատերազմեր, եւ պատերազմին հետ արդեն ես պատերազմներ տեսած եմ մանկութենեսի վեր պատերազմը շատ տքեղ երևույթ է Այո բայց եւ այնպես արմագանություն կա ազգայնություն կա հայրենասիրություն կա եւ հաղթելու ենք վիճակի մեջն ենք ամսուն 9-ին էր որ այդ լուրը եկավ եւ այդ օրն էր արդեն ես այդ օրեն վերջ քանի անգամներ ասած եմ որ Արցախը արդեն հանցնած են արդեն պիտի երթա արդեն ժողովրդին կփորձեն մորֆին դալ որ այսպես այնպես Այո եւ չէի գնալ Երևանայել որ այսպիսի աղետալի գլա որ մեկ հատ Արցախի չի մնա Արցախ Շփախտապար Ուղղակի մեր պատմության սև էջերեն է որ ուսամ Աստծո օգնությամբ որովհետեւ Աստված առաջ կուքա Միշտ Աստծո օգնությամբ ասկս ետ գծաղի եւ առաջվնի լավ գլա ինչու՞ չէ Ուրեմն հույս ունիք թե գվերաթարնա Արցախը 7 անգամ վերադարձել են 8-րդն ալգուկա
Անպայման Աստծո հրամանով, որովհետև Radio Stars-ի հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ գիտեմ թե նամակներ գքրեք, գուզեք իմանալ վիդեոյով մգամ տեսնել թե դարազը հակված դղոց հետ ինչպես ներկա գտնվեցավ կետնի վրա Էլի Բերբերյանը, դիտենք կարճ վիդեոմա։ Հարկը հայեր միացեք հայեր, Արցախն է մեզ կաչում, օգնության հասեք, հայեր միացեք հայեր, Արցախն է մեզ կաչում, օգնության հասեք, Դեր ճամփա ունիք, մի 15 սասուն, Քաջերի հողը մեզ է սպասում, Ուսուսի տված արյուծի նման, Ետ բերեք հողը պարքը հայության, Ուսուսի տված արյուծի նման, Ետ բերեք հողը պարքը հայության։ Տունել դուրգի բաբ։ Քանի անգամ, 1000 անգամ, ինչ է խմում, Թուրքի արում, աման, Թուրքին մաման, քանի անգամ, 1000 անգամ։ Իսկապես թե ուրախալի թե ցավալի է դիտելը այս կարճ վիդեոն նամանավանդ վերջին բաժինը ծեր դղակ բոլորին պերնին տալար լեզվին տալար որովհետև իսկապես թե թուրք շունին արյունը խմելը անգամ մեղք է որովհետև թունավոր է որովհետև արժանի չէ Ուրեմն ես պիտի մաղթենք իրենց կմաղթենք ուղղակի խաղաղ երկինք այո եւ բարի ծառայություն եւ թող որ հայ զինվորիմը մոր արցունքը այլ եւս չլա ամեն Ադանք So շատ պոզիտիվ սկսար նայր մեզի ուր դարիր Ստեյսի հիմա պետք է ելանք ասորվես Հիմա ետ թեպի վեր պիտի ելենք դեր անագնգալներ գա Ուրեմն գարկ մնամակներ գարտամ նախքան տատար մարնենք հայեր ջան երկով անունով ազատագրված Արցախը քրիչով հանցնեցին Թուրքին ծախած Գներեք բարաբիդի ասեմ սրիգաները որ կրած է Անտրանիկ Բոսնոյան բարևներ ընկեր Անտրանիկ որ հալեբեմ միացած է շնորհակալ ենք այս նամակի համար ողջույն բոլորին անշուշտ աբրիս մեր զինվորներուն հույս խաղաղություն եւ իմաստը վիրելի Բերբերյան մանավանդ այդ օրը որ ներկա եղար իրենց համար ահա վասիկ ավստրալիան արտընծած են գանուխ եւ նամակները գրելու սկսած են Cheers Australia Cheers good morning Ցերցայն անսպար բարի եկած է շնորհակալություն ափսոս որ Արցախը մերը չէ գսեն ավստրալիան դարձյալ քրած է հրանտուհի Նահապետյանը բարևներ շնորհակալություն Ստեյսի Էլիին հյուրընկալելու համար խնդրեմ բարդականությունս է մեծ սիրով ափսոս թե այդ 44 օրը խապեցի մեզ թակնված թուրքերու կողմէ ապա երթամ ավելի պոզիտիվ նամակներու գիտեմ թե որքանալ Արցախի մասին խոսենք քիչ է անգերց Ամեն հայ իր սրտի մեջ ճիշտ նույն բանը կսկացտեյսի ճիշտ մեր խոսածն է ամեն հայ այո անգերց խոստովանություն հրաժարելով օպերայի ժանրի ընդրության մեջ բրավո Էլի Բերբերյան երբ ցեզի հարցուցի թե ինչու ցերվո եւ քույնը փոխեցիք այդ մեկին գսե անգերց խոստովանություն է ապա Սիրելի Էլի շատ կնահատելի հադուկ ցայն ունիս աբրիս ասված միշտ կես Հերմինայի կողմէ վարսկերնիտ կդար շնորհակալություն ապա Շատ արագ կթարնան վարգյամ կամաց գրեցեք սիրելիներ աբրի սիրելի Էլի այս արաքելությունը հայասկի համար շատ մեծ զոհողություն հրացես վարձ կդար միշտ Անահիտ Հովակիմյան Ֆրանսայեն ապա Դարձյալ պիտի երթանք Ավստրալիա հրանտուհին գսե բրավո Էլի we're so proud of you Յետք աստված քեզի ուժ եւ սիրտդ Հանքիստ բահե, որբեսի հասնիս մեր մայր երգրին, վարձկտ կատար, ջան արինովըտ միշտ մակուր հայ երեդասարտես անի ավստրալիայեն։ Ու ետք այսպես նամակներ ավելի դրամատությունը բարձր գբահե էլի։ Այո, բոլոր նամակներն լավ են մեր սիրելի ունգընտիրներուն, որովհետև բոլորն ամեն մարդ իրեն սիրտին խոսքը գսե եւ Հիմա դեսակ ինչու համար հայկական ասպարեզը զադեցի, որբեսի մեր ասկը ուրախանա, մեր ասկը ծաղկի եւ բոլորս միասնապար եւ միասնություն
միասնության հավատալով գզորանանք։ Անպայման։ Մենք լսենք Հայեր ջան երկը թաթարմը առնենք, որբեսի անակնկալին անցնենք յետքը։ Անակնկալ կա։ Աշխարհի հայեջան սուրբ ժողովուրդն այրյան երկը ստով թևեր արնի գաու ձեր սրտին հասնի ողջ աշխարհի հայեջան սուրբ ժողովուրդն այրյան երկը ստով թևեր արնի գաու ձեր սրտին հասնի út մայր հողի համար ամեն նեգտնի սար Հայաստանի դռները միշտ բաց են ձեզ համար út մայր հողի Հայեր ջան! Հայեր ջան, եկեք միանանք Ճամփան մեզ տանում է դեպի Հայաստան Հայեր ջան, ասված մահաբան Ճամփան մեզ տանում է ազատ Հայաստան Էլի Բերբերյան Հայեր ջան քեֆ արեք, քեֆը գվայել է մեր հայասկին միայն Հրով ու սերով, հպատանցյալ կերտեցինք մատյան մակավատներով Պայքարեցինք տարերով, անցանք հրով ու սերով Հպատանցյալ կերտեցինք մատյան մակավատներով Հանքերը մեր վեր, խաչքարերով պարված Համոտն է մեզ չարից պրկել, պարկես տեր աստված Հանքերը մեր վեր, խաչքարերով պարված Ջամփանուր դանում եմ ես Դեպի Հայաստան Անպայման մեկ ուղի գա հայկական ուղի դեպի Հայաստան Նախքան խոսին կարգմը անակնկալի մասին բադահաձե թե թուք էլի Բերբերյան հայտնի հայ երգիչներու հետ փեմը գիսած եք Հայաստանի մեջ մանավանդ կխոսիմ նախքան մանրամասնորեն այս նյութի շուրջը խոսիլը մենք պիտի դիտենք վիդեոմը Այսինչ քեղեցիկ վիդեո մնե որ դիտեցինք էլի Բերբերյան դուք երկու դաղանթավոր դեսանք անցեր գերքեն միասին Գյումրի Սոխակ հարկելի եկչուհի Անահիտ Սահակյանի հետ կրնակ կարգ մդեղեցություն հաղորդել մեզի բարևներս Անահիտը լավ երկչուհի է եւ հոյագապ անձնավորություն է
լավալ բարեկամուի է։ Հուսանք ինք կհետևի, բայց մենք վիդեոն, որ դիտեցինք այսօր, երկու տաղանդավոր անձեր միասին այսպես կերքեն, ինչպես ասի Գյումրիի Սոխագը եւ Թուք։ Ձեր կարծիքը ինչ է Գյումրիի Սոխակ Անահիտ Սահակյանի մասին, գիտեմ թե ասիկ շատ լավ ցայն ունի, հրաշալի ցևով գերկե, բայց ինչ է ձեր կարծիքը, ինչպես էր այդ հանդիպումը, որ ունեցաք երկուքդ միասին երգելով։ Հանդիպումը սկսավ, երբ որ ես Հայաստան կացի, բարեբախտաբար կովիդեն առաջ 2018-ին, հոնդեղը Մգրյան, Ռաֆի Մգրյան, ուրեմն Մգրյան կոմպլեքսն է, Մգրյան կարպետ, որ շատ գեղեցիկ կորքերու էքսպոզիցիոն մնե և միշտ կահոն, ուր շերը գնացած է անդեղ, գարձեմ Ժան-Պոլ Դön, Ժան-Պոլ երկրորդը կացած է և պավագանին, Շարլ Ազնավուրը կացած է, պավագանին մեծ անձնավորություններ կացած են այս հայկական հաստատության մեջ, բարևներս Ռաֆի Մգրյանին և Մգրյան կարպետի բոլոր անձնավորություններուն մեզի հրավիրեց կոնցերտի համար, որու մեջ հիմնականի մեջ ես պետք էր երգեի և 2-3 երկալ Անահիտին հետ եղավ և Անահիտին ալձանոթացավ։ Հիմա Անահիտը Լոս Անջելես է և դարձյալ իրեն ամենաչերմ ողջույններս գուղարկեմ։ Ալո, Անահիտ Սահակյան բարի եկած եք։ Ալո, ես դες բռնացրի։ Դες կբռնացնեմ, տեսակ դուք ինչ եմ անում ես, բարև ձեզ։ Անահիտ ջան, ոնց ես։ Լավ եմ Էլի ջան, նախ ողջունում եմ այս հրաշալի եթերիդ համար, ես արդեն վաղուց ըմբողջնում էի ձեզ երկուսից և այսօր ես իմ գործը արեցի, չգիտեմ դա ստացվեց, ինձ թվում է բոլորը լսում են, որ սուրպրայզը այսպես է լինում, շատ գեղեցիկ ստացվեց, ես շատ տանջվեցի, բայց ասեմ, որ երջանիկ եմ, որ քեզ ճանաչում եմ, ուրախ եմ, որ դու իմ ընկերն ես, դու որպես հայրենասիրական երգիչ և քո բոլոր ժանրերի տեսակներում երգող մենակատար, դու ունես քո յուրահատուկ գույնը, ինքնատիպությունը, տեսակը, դու տեսակ երգիչ ես, քո ամեն ինչով։ Ես քեզ էլի ողջունում եմ, բայց ուզում եմ իմ ողջունի խոսքը մի հատ այսպես, ոնց են ասում, ձեռնով նետեմ քեզ, ուրեմն գնացինք։ Քանքարավոր ընկեր Ինձ մի նանդիր Գոյությունս կաղավարիտ վանաշ Դու էլի բերբերյանն ես Ես Անահիտ Սահակյան Քո հանճարը իմ բանջարին վնաս չէր, վնաս չէր։ Դու էլի բերբերյանն ես, ես Անահիտ Սահակյան, իմ երկը քո երկին երբեք վնաս չէր, վնաս չէր։ Պատշում եմ, սիրում եմ, պատասխանը տասա, էլի։ Անահիտ ջան, Գյումրեցի քեզ ասեմ ցավը տանեմ, ես էլ քո տիրեմ գը ես քեզի։ Ես քեզի համար Թելագարվիմ գը Ուրեմն սիրեմ գը ես քեզի Ես ուզեցի այս անագնգալը կատարել Անահիտ ջան ինձ ասեց թե Անահիտը գտնվում է Լոսում ես այդպես ծեվացուցի թե ես բնավ կաղապար չունիմ էլին չի իմանում թե մենք շատ լավ արդեն բարեկամներ ենք Այո Եվ ուրախ եմ շատ ուրախ եմ Սպեսի ջան ողջունում եմ քո հաղորդաշարն էլ Սիրուն ջան Շնորհակալ եմ Էլի Շնորհակալ եմ դեպքագիտ համար Անահիտ ջան շատ շնորհակալ եմ որ Աստված քեզի ինձի բանը տված է պայմանները տվեցին որ քո նման անձնավորության եւ արվեստագիտության հետ ծանոթանամ եւ շատ շնորհակալ եմ այսօրվա սուրպրայզին քեզի ալ Ստեյսին գոմենալ
Ես եմ շնորհակալ, որ դու կաս, քեզ կանաչ ճանապարհ, բայց տես Էլի ջան, քո ճանապարհները մերթ խաչվում են ինձ հետ։ Հաջորդը մենք Կանադայում պետք է անենք դա իրար հետ։ 100%։ Այո, ասել ես, նայ։ Այնքան շնորհակալ եմ, թե երբ այս Ես եմ անկալը ուզեցի շնորհակալ։ պատրաստել հարկելի ակչուի Անահիտ Սահակյան, դուք առանց մտածելու ամենչապես ասեցիք այո, ես Էլիին շատ սիրում եմ եւ մեծ սիրով այդ անակնկալը կգադարենք միասին, մենք վստահ եմ, թե շուտով պիտի հանդիպենք եւ ունենք ես Այո։ Անահիտը անակնկալը, որ այսօր պիտի չի հաղորդեմ, հարաճիգա մի քանի օրերուն կհաղորդենք եւ իրենք կիմանան արդյոք մեր անակնկալը ինչ է։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ օրվա ու այս հրաշք եթեր ամբողջնելու համար։ Էլի ջան, սիրում եմ, Ստեյսի ջան, քեզ գրկում եմ, բոլորիդ սիրում եմ։ Երկար ճանապարհ ու այս գեղեցիկ հաղորդաշարին։ Ես ալ նույնպես ունի Էլի մի ասելիք ցեզի, հրամեցեք Էլի Պերպերյան։ Իրոք։ Ես Ստեյսի ջան, քեզի ունեմ ասելիք, Անահիտի այդ դուետը, եթե գրնանք Ռադիո Ստարզի էջին վրա տնել, որովհետեւ բոլորը վայելեն Անահիտի ձայնը, Անահիտը պատմություն է։ Այո։ Անահիտը արվեստագետուհի է, նվիրված աշխուղական էստրադային երկարվեստի, ձայնային շատ հատուկ կարողություններով, բնավորությամբ, անձնավորությամբ, ամեն քիծի վրա հրաշք է Անահիտը։ Շնորհակալ եմ Էլի ջան։ Ամաչեցի։ Իրականությունն է թե ասեց Էլին անպայման այդ Շնորհակալություն։ վիդեոն, որ արդեն Ես ունեմ ձեզ։ Ես ձեզանով եմ, այդ ամեն ինչը ինչ որ ունեմ, ամենը ձեզ է, ձեզանով է։ Մենք շատ ենք սիրում քեզ Անահիտ Սահակյան, Շնորհակալ եմ։ մենք շուտով կհանդիպենք եւ կխոսենք դարձյալ Անպայման, շնորհակալություն։ եղավ։ Եղավ Համբուրները ցտեսություն։ ձեզ, գրկում եմ։ Մենք ալ բաչում ենք ցտեսություն։ Ահա Վասիկ Ցտեսություն։ Էլի Պերպերյան, ինչպես է այսօրվա անակնկալը։ Գսպասեիք այսպես անակնկալը։ Անահիտին actually շատ գարոցած է Անահիտին, որովհետև she's a very positive personality Անահիտն։ Այո, այդպես է։ Գսկաս մարդկությունը, իր մարդկային տեսակը, իր մաքրությունը գսկաս։ Այո։ Շատ սրդապած անձնավորություն է եւ ես սայնը շատ ալ գսիրեմ, by the way, I'm a fan։ Հադուկ ցայն ունի։ Այդպես որ գիսվեցակ Անահիտ Սահակյանի հետ, ինչ տպավորություն ցկեց ձեր վրա։ Ուղղակի հեբարդություն, որ Անահիտ Սահակյանի հետ Երևանի մեջ գիսենք եւ երաժիշտներն ալ բարեկամներ էին, այսինքն բոլոր իրարու գժանշնան։ Ես եմ նորեգը, ես եմ հյուրը։ Եվ իրենք ալ հբարդսկացին, որ սպյուրքեն Լիբանանեն, որտեղ երբ որ ասես Լիբանան, Սուրիա, իրենք չեն վարժված, որ այդպիսի երկերու դիրաբեդես։ Հայաստան ապրիլը, Հայաստանի օդը եւ ջուրը խմելը դարբեր է, որովհետեւ ամեն թաղի մեջ աշուղ մգա։ Մեկը գա որ ինստրումենտ մգա նվակե։ Քաղաքը շատ վարվրուն է երաժիշտներով։ Եվ շատ տաղանդավոր մարդիկ են, քիդագից մարդիկ Այսօր որ ես իրենց մոտ շատ հմայված էի, իրանք էլ շատ ուրախ էին, որ այսպիսի կորս դարած են գսպիրքի մեջ։ Մենք բոլորս ալ հբարդ էինք, թե Լիբանանահայ հայտնի եւ հարկված երկիչը գտնվի Հայաստան լայտ 44 օրյա պատերազմին լայլ տարբեր արիտներով, որ դուք գտնվեցաք հայկական հողի վրա։ Արդյոք հայկական հողի վրա գտնվելը դարբեր սկացում է, մենք կդիտենք հերվեն, կտեսնենք նկարներ մեր Հայաստանը, մենք մեռնենք մեր Հայաստանի, մեր հայկական հողի համար, բայց երբ անցամ դուք ներկա գտնվիք դարբեր սկացում է կամ ինչ արդյոք, որովհետև մենք միշտ ունենք այդ հայրենափախծությունը։ Ճիշտ է, մենք այդպես մեծած ենք, կարոդով մեծած ենք, եւ Հայաստանը միշտ մեզի համար երազային երկիր մի եղած է։ Ինչու գսեմ, որովհետև առաջին անգամ որ Հայաստան կացի, ճիշտ այդ սկացումը սկացի, որ ոյը մեկ երկրի չլմանիր, այս մեկադը ուղագի շատ աստվածային հմայք մգավրան, որ գարձես թե քեզի մեկ են գգաբե։ Դարբեր է։ Այդպես որ պետք է անպայման ամեն հայ երթա Հայաստան եւ եթե գերտան շատ բարեկամներ ունիք որ գերտան, բրավո իրենց, որ գերտան գկաչալերեն գրնան նեցուկ կանգնիլ ֆինանսով Հայաստանի ինչպես կսեն էկոնոմիին։ Այո։
էկոնոմիի շատ կարևոր է, որովհետև այդտեղի տուրիստները մենք ենք, basically մենք ենք, so դժբախտաբար տուրիստ բարը կորզածեցի, բայց տուրիստ չենք, մենք մեր դունը գմտնանք և կկաշալերենք անդեղի local business-ները, գարավարությունը, տաքսի վարորդը, ոյ է մեգումը, որ լավություն գնենք այնտեղը, մեր եղբայրներուն եւ քույրերուն ծևով մը օգտակար դարձած կլանք։ Անպայման ինձ միշտ քրողները գսեն թե մեր Հայաստանի քույրերը եղբայրներ երկկրեն շնորհակալություն ստեսի Հայաստանի դաղանթավոր մարդկանց հրավերելու համար։ Ես միշտ պատասխանս նույնը գլա իրենց գսեմ ես Հայաստան չեմ ծնվել, բայց Հայաստանը ծնվել է իմ մեջ, որովհետեւ ես ունիմ այդ հայկական բարձր սկացումը, որովհետեւ ես այդքան գսիրեմ Հայաստանը, այդքան գսիրեմ ին հայկական հողը, ուրեմն անպայման խտրություն կամ դարբերություն չի գա, հայը վերջո։ Բնավ։ Այո։ Եվ որ գագս է, այդ տեսակն ալ գա, որ գագս է, երկու կողմ են, այդ տեսակն ալ գամած սկսի այլևս հասկանալ, ըմբռնել, որ իրականության մեջ չի գա, մեծ հերաբատգեր եթե տեսնենք, ապ մհող ունենք, որուն անունն է Հայաստան, պետք է պաշտպանենք ամեն քնով ժողովուրդ։ Անպայման, գեցեք Էլի Բերբերյան, շնորհակալություն այսքան բարձր սկացումի համար։ Պիտի խոսիմ կարևոր թեմայի մասին, շքանշանի մասին է, որ այսօր որքան կարևոր է երկիչի կամ արվեստագետի կյանքի մեջ, երբ Հայաստան գտնվեիք Էլի Բերբերյան, չերմ հանդիպում ունեցաք, որ արդեն վիդեոն քիչ առաջ դերեցինք Դիկրամ մեծ ռազմամարզական վարժարանի սաներու հետ։ Վիդեոն դիտեցին մեր ագնտիրները եւ իմացան ինչի մասին կխոսիմ։ Հանդիպման կամ վերջի ավելի ոչ ընթացքում վերջին էր բարգեւադրվեցակ վարժարանի կողմեն Դիկրան մեծ շքանշանով ինչ իմաստ ունի այդ շքանշանը իդ կնե որ պիտի հարցնեմ այլ դարբեր շքանշաններ կամ բարգևներ որ կստանաք Բարոյական մեծ իմաստ ունի այդ նպատակով որ Դիկրան մեծի աշակերտները 7 տարեկան են 16 տարեկան են եւ եկած են որովհետեւ ընտանեկան որոշ պայմաններ կանցնին եւ նվիրված են ազգային գրթության Գորին Ղումաշյան եւ իր դղան միասնապար գտանին այդ կորձը ես կգարձեմ որ Հայաստան կացողը անպայման մեմը պետք է անցնի Դիկրան մեծի վարժարանեն եւ տեսնի այս երեխաները ինչպես զինավարժություն գնեն ինչպես tactical մարզանքներ գնեն ինչպես հայրենասիրական երգեր երգեն իրենց ազատ ժամանակներում ուղղակի երազային պատկերները ամեն ինչ որ հայը գուզե իր զավակին մեջ տեսնել այս երեխաներում մեջներ եւ ես Փարքասուզով որ գրծա բարեկամանալ մոդենալ եւ այնպես բարերարներ գտնել Նյու Յորքեն որովհետեւ իրենց դանիկը շինվիլ պետք էր այո եւ մեծ ամաունտներ 30-40 հազարնոց բաներ այո գրծանք այդ մեգանալ լնել շատ տապանցիկ ծևով ինչ որ բարերար ուզեց այդպես եղավ Գորին Ղումաշյանն ալ շատ մաքուր անձնավորություն է եւ լավ բարեկամ է ողջուններս իրենալ որ այսպեսի կորձեր գտանի այդպես այդ շքանշանը գխոսի միայն այդ շքանշանի մասին դարբեր իմաստ ուներ ցեզի համար կամ գդարբերեր այլ դարքեր բարգևներեն շքանշաններեն որ դու գստացած եք Հնավ, ասեմ քեզ ստեսի, ես շատ ինքնակողության եւ շքանշաններու հետ գաբակցություն չունիմ, բայց միայն այդ շքանշանին բարոյական արժեքը այն էր, որ հարմար դեսան, որ այդպիսի նվեր մը ինձ ենձայեն, որը սրդիս մեջ եւ աչքիս մեջ դեր ունի, ասեմ։ Վստահ Բայց ինձի համար այսինքն ոյը մեկ ինքնակողության եւ բանի դեղ չի ցկեր որ խոսիմ ուղղակի ընկերության խորհրդանիշ էսինք Մենք կխոսենք, որովհետև արժանի է Էլի Բերբերյանը ուրեմն այսօր այդ բարգևները որ կստանան այսօր երկիչները քնահատական մեկ ցև մնա այսինքն քնահատան ցույց տալու մեկ ցև մնե որքանով կարևոր է այսօր երկիչի մը կյանքի մեջ այդ բարգևները շքանշանները այլ դարբեր բարգևներ Ես կգարձեմ որ բավականին նայած երկիչին եւ անձնավորության բնավորությունը սկզբունքները ավելի լավ է որ լուր աշխատանք տանիլ
Գիտես քեզի բան ասեմ Ստեյսի Դարձեմ կարեկին նշտեին խոսքն է գսե որ հերոսը երբեք չի գիտեր որ ինքը հերոս է Եթե հերոսը գիտնա որ ինքը հերոս է կամ իր ռածը հերոսություն է կյանքի մեջ հերոս չի գնալու So լուր աշխատանքը խոնար աշխատանքը Աստծո շնորհքով աշխատանքը գքերատասի ամեն ինչ Մենք Ամեն լիբանանի բրավոներն ամեն զապարություններն ամեն ինչն ասեմ Վստահ, մենք լիբանանի մեջ կսենք կորց մանենք աչ ցերկը ցախեն լուրջ բեք չէ ունենա Այսինքն լրելյան աշխատենք Տավ Հիսուս Քրիստոս Այո, միշտ լրելյան ծևով աշխատենք եւ մեր կորձերն է ցեզի նման օրինակ կամ իմ հայտակերներս հաղորդաշարերս, ծեր երկերը, ստեղծագործությունները փաստեն հաջողության կմնան ժողովրդի ծափահարությունը, որ այսօր երբ դուք ստրահմի մեջն եք եւ այդքան բազմատիվ ժողովուրդ ներկայ է, իրեն ծափահարությունը ուրեմն կնահատանք է։ Ադիգա իրենց անգերտ սերն է։ Ժողովուրդը ողնաշարը դե, ողնահարը դե։ Անպայման, այո, եւ ես միշտ կսեմ առանց հետևողներու, առանց ագընթիրներու կամ ունգընթիրներու հաղորդաշարը չի գրնար միայն այդպես հաջող լալ, այո, լավ մարդիկ կհրավիրեմ, լավ ծևով հարցումներս կողեմ, բայց իրենց քաչալերանքով է որ միշտ մենք կարող ենք հաջողիլ եւ շարունակել։ Նախքան անցնել հաջորդ թեման, խոսիլ դարբեր ոճի երկելու մասին Մենք պիտի հակվինք արևի հակնոցները Եսևելին, ինչու արդյոք։ Oh my God. Ladies and gentlemen, Summer 16. Come on, Eli! Come on! Eli Berberian, Marco Mr. Tanta, Paul T. Eli հակնոցը պիտի դեսնեմ, եթե սպրել չի գա երկը գեցավ, չի գա սպրվել։ Ուր է հակնոցը Eli։ Ուրեմն իմիջայլոց սպասենք Էլի մինչև վերադառնա հարկելիներ Այսօր ալագնգալները շատ են մենք կսպասենք սիրելի Էլի Բերբերյանը որովհետեւ վերադառնա վստահ եմ հարկելիներ թե նամակներ շատ քրածեք եթե չեմ գարթար ներողություն կխնդրեմ ցեզ մե որովհետեւ արդեն մենք 1 ժամ 10 վայրկյանե միասին գզրուցենք եւ փնավ ժամանակը չսկացինք atkan հաճելի է Էլի Բերբերյանի հետ հարցազրույց վարելը իր հարուստ պատասխաններով ավելի լավ գծանոթանաք դուք աշխարհի 4 կողմի հայեր ուր որեք մեծ շնորհակալություն ձեր բոլորին ինչպես ասի ընդհանեցի ամենչապես երկը որբեսի այս արևի ակնոցը պատրաստելա եւ խոսենք ինչու արդյոք պետք է ակնոց հակվինք արևի ինչու այս երկին ադենն է որ պետք է մենք մեր արևի ակնոցները հակվինք իմիջայլոց մենք լսենք ուրիշ երկը մինչեւ Էլի Բերբերյանը արդյոք վերադառնա նայենք վերադարձավ արդեն ուրեմն 1, 2, 3 վերադարձավ, մենք ալ պատրաստենք 1, 2, 3 գնացինք Ladies and gentlemen, Summer 16. Oh yeah Eli Berberian, Yeah Marco Mr. Tanta, All right Paul T. 3, 2, 1, here we go. Come on guys Ողջույններ Պոլ Մալախանյան Ողջույններ Մարկո Մr. Tam Բայելենք ակնոցով բաժիմը երկեն ապա գխոսենք Ամարե արդեն սիրուս կարոտեմ զոբապի նստած Անհամպես ասում եմ որ նա մոտս կայ շոքի շուշտա Ծարավ սրտիս մի կատիվ որ խույշտա Կավոյ դաղշի գեղեցիկ կեսնից բացի չունեմ ջեր Come on Eli Oh yeah Ամրակն կուշտից ուղի մոտեցիր ինձի Արև արև վաչկերըտ խորարև Վարշատ պիտով այրում ես ինձ Լսենք Էլի գուզեք լսենք Արև արև վաչկերըտ խորարև Դու ես կնքիս արև Ամա Արև արև վաչկերըտ խորարև Վարշատ պիտով այրում ես ինձ արև 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 վաչկերըտ խորարև Դու ես կնքիս արև Հոպա Այո Էլի Ստեյսին հետ անգարելի հանդարտ մնալը Yarış kırkan
Լծկիս ամոր սեղմած անսահման սիրով Սրտերը մեր լծված Oh, yeah. Marco. Արևից են ջերմեն Համբույրները շրթունքներ սայրում են Կավոյ դավշիկ գեղեցիկ Կեսնից բացի չունեմ ջերմ Արևիկ իմնես ամրակն կուշտից ունի Մոտեցիր ինձի Oh yeah. Արև բաչկերդ խորարև Վարժըտ պիտով այրում ես ինձ արև Շատ այրում է արևը մեզ Կերդ խորարև Դու ես կնքիս արև 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 բաչկերդ խորարև Վարժըտ պիտով այրում ես ինձ արև 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 բաչկերդ խորարև Դու ես կնքիս արև Come on Marco Mr. Tom Darbuka Yeli come on One and only best Darbuka player, Marco Mr. Tom Tom. One and only best singer, famous Armenian singer, Eli Berberian. And of course, number one, keyboard player, Paul Keys. Բացի չունեմ ջերմ Արևիկ Որքան լսենք, վստահ բավարար չէ, մանավանդ մենք այս ակնոցներով պիտի շարունակենք կարծեմ երկը արև որ լսեցին։ Կարծես։ Արևը շատ է մեզ այրում է Արևելի Պերպերյան։ Այս երկը 8-9 տարիներ առաջ է որ դուք հրապարակեցիք եւ մինչեւ այսօր, մինչեւ ցարտ կնախնդրեն այս երկը գուզվի մեզ վեգ կստեն անպայման սպրե այս երկը Ստեյսի Կախնիկ մգա այս երկի մեջ ինչն է ծեր ցայնը երաժշտությունը Մարկո Պոլի մասնակցությունը ինչ է այս երկին կախնիկը Ես կգարձեմ, որ ավելի դարբեր երգ մը ելավ է դերնից, որովհետև արևը ես կրածեմ։ Արևը ես կրածեմ, խոսք եւ եղանակ։ Եվ արևը չնկարելն ես մեկ օր առաջ, ասինք որ Մայամի պետք էր երթայինք որ նկարենք, ես Մարկը եւ Պոլը։ Ժողովրդին ասինք որ չերտանք, cancel-ենք։ Մարկոն ասավ որ ասավ աս երկը հիտ պիտել ասավ Բերբերյանը ասի նայր իմ ստայլս չէ շատ պետք է քիչմը ասանք քիծար ասավ որ պետք է ենենք սորիկ եւ ամենաջանցված երկերնից է հիմա գրեթե ամեն պարտիներուն ասե Արդյոք ծեր ունեցած կամ ասենք ստեղծագործությունը որը սիկ երաժշտությունը եւ բարերը դուք գրածեք այդ մեգնալ ծեր հոգվով քրեցիկ ուզելով քրեցիկ որովհետեւ ծեր ստեղծագործությունը դարբեր էր այդ մեկ ավելի հաջողցուց երկը կամ ծեր երեքի մասնակցությունը եւ արդեն ինչպես Մարկոն ասավ ցեզի թե հիչ պիտի լայս երկը հիչ պիտի լա գարձեմ ամենն է մյուզիկ վիդեոն շատ օգնեց որովհետեւ մյուզիկ վիդեոն իր ժամանակեն առաջ էր Այն ժամանակվա մյուզիկ վիդեոները այդպես չէին, մարդիկ ավելի կոնսերվատիվ էին, ավելի բան էին, հանգարց մյուզիկ վիդեոը կտեսնաս, որ նավ, աղջիկ, դղակ, բարելներ, արևոտ եւ այլն, it's the whole package, գարձեմ թե պամը ճիշտերինք Անշուշտ ճիշտրիկ նամանավանդ այսքե երկու շաբաթներ առաջ երբ գտնվեցաք դուք Կալիֆոռնիա, Լոս Անջելես, Փասադինա շրջանը այդքան քեղեցիկ մինչև այսօր լավ արձագանք ցկած է այդ խրախճանքը ուրեմն ես անցյալ երկու շաբթի հաղորդեցի մեր ունգընտիրներուն թե դղակը մեզի ակնոցներ բաժնեցին որբեսի երբ արևի երկը երկեն մենք հակվենք այդ ակնոցները ակնոց հակվելու բացմությունը արդյոք երկին հետ կաբունի կամ դարբեր ստայլ է կամ ինչ է Երկին հետ կապ ունի, ագնոցի երևույթը մեզ սկսավ, հետո սկսանք առաջ ինչ կնեինք, հարսանիքին հարսուպեսան գակվեին, ագնոցները, որտեղ մենք ընդհանրապես շատ հարսանիքներ գնենք, հարսուպեսան գակվին ագնոցները եւ բանդը գակվի։ Հետո ասենք, նովա ժողովրդին մեղքի ինչ է, սո սկսանք ամեն տեղ ագնոցն արել։ Եվ այդպես ալրիկ խրախճանքը շատ լավ արձագանք ցկեց արդյոք ծեր ագնդալությունն էր մենք բնավ գասկած չունենք թե
հաճող են ձեր բոլոր բարահանտեսները, խնջույքները կամ ովևէ մեկ խրախճանքները ձեր վրա ինչ տպավորություն ցկեց Pasadena-ի հայության ներկայությամբ։ Շատ չերմ էին Pasadena-ի հայությունը, շատ քեֆ սիրող ժողովուրդ էր, արվեստը քնահատող ժողովուրդ էր, դժվար է այս ամենը մեկտեղ տնել։ Այս ամենը ժողովուրդը որ քեֆն ալ գսիրե, արվեստն ալ գսիրե, պատմությունն ալ գսիրե, հայրենասիրականն ալ գսիրե, դժվար է գնալ որ արիթն ալ շատ օգնեց, որովհետև ավելի քաղաքային արիթ մներ։ Բայց եւ այնպես ինձի համար ուղղակի դպավորիչ էր որ Pasadena-ի ժողովուրդը թեր միտքիս մեջ ինչ որ Սիդնի դեսա, ինչ որ Մոնրեալ գտեսնեմ Pasadena դեսա։ Նույնը ճիշտ, այո։ Հոս անշուշտ մեծ շնորհակալություն պիտի հայտնեմ բոլոր Լեռնավայր կոմիտեության ընկերուներուն, թե գեղեցիկ բարահանտեսը գազմագերբեցին, նամանավանդ ընկեր Արման Հերթավահին ողջույններ, շնորհակալություն, այսպես խրախճանքներ միշտ կուզենք նամանավանդ Էլի Բերբերյանի հետ։ Իսկ խրախճանքի ավարտին վերջին 45-50 վայրկյանը հեղափոխական երկեր մեկնաբանեցիք գրեթե խրախճանքներու վերջավորության այդպես է կամ գտարբերի ով գազմագերբած է եւ ուր գազմագերբված է եւ ուր գերքեք։ Ընդհանրապես բարահանտես կլա, բայց ես այսպիսի խրախճանքներն ալ ինձի շատ գտաբավորեն այդ իմաստով որ քիչ ավելի ստրեսֆուլ է Ստեյսի, գիտես, հատկան ժամանակ քեֆ կնես, ժողովուրդը 3 ժամ բարելեն վերջ, պետք է որոշ մթնոլորտ ստեղծվի, որ հեղափոխական երկը հասնի ժողովրդին։ Եվ որ օրգանայզերը այդպիսի բանը կխնդրե, որ այս ժամեն վերջ այսպես անենք, չեմ մերժեր։ Չեմ ասեր, որ մի անկեֆ անենք եւ այլն, որտեղ առաքելություն է։ Եվ ուղղակի մարդիկալ կհմայվին գսիրեն կգարոտնան այսպիսի բաներու, որովհետև իրենց անցյալը կներկայացնե, իրենց ամենալավ ասենք հիշողությունները գուքան, հիշատակները կներկայացնե, բզիգութենին իվեր գլսեն, why not make it complete? Մանավանդ Գոմիտասան լսեն, Սայատնովանալ լսեն, Կուսան Հայգազուննալ լսեն, Քեֆ ալնեն արև-արևնալ դեսնան։ Աման, եւ ակնոցներն ալ հակվին առանց մորնալու։ Հեղափոխական երկերու երբ ադենգը մեկնաբանեիք Էլի Բերբերյան, ձեր թեմքի արդահայտությունը բոլորովին դարբեր գաբրեիք, ջոխը իր դեղը ունի կամ այլ ովևէ մեկ ուրիշ քույն ոչ, բայց այդ հեղափոխական երկերու մեկնաբանելու ադեն ձեր բոլորովին թեմքի արդահայտությունները դարբեր էր, գաբրեիք Արդյոք, որովհետև մի քանի անգամ Հայաստան այցելացեք, որովհետև այդ հայկական զգացումը բարձր է, կամ մանավանդ Սողոմոն Թեհլիրյանի երգը, որ մեկնաբանեցիք, այդ մեկին բնավ չեմ գրնար նկարագրել, արդեն վիդեոները տեսան Ռադիո Ստարզի թիմադեդրի վրա զետեղված են։ Ինչպես կդարբերի կամ ինչ կդարբերի այդ ձեր թեմքի բոլորովին արդահայտությունը ուրիշ էր։ Երգը, հեղափոխական երգը ինձի համար ուղղակի պատմությունն է, ամեն մեկ հերոսին եթե երգը իր բարերով հասկանանք ինչ է, անորամար կկաչալերեմ, որ սպյուրքի երգիչներ հեղափոխական երգը բնավ չի գարտան աբրին, որովհետև պատմություն է, օրինակ, 1907 թվականին, չքնաղ մայիսին 27-ին, Դոնն է բազմաշխատ մահվան Քևորքին, որում մասին խոսենք, Քևորք Չավուշին։ Հիմա գրնանք գիտնալ իր քունթը ուր էր, գրնանք գիտնալ իր geographical location-ը ուր էր, ինքը ինչպես իր հոգին հանձնեց, այս բարակային Քինիլիցն էր։ Քինիլիցը գիտնալու համար պետք է հոս է դարբերությունը, որ մարդ ավելի խորանա քիչ ազգային գործի մեջ։ Քինիլիցը Նեմեսիսն է, 1919-ին հիմնված Նեմեսիսն է։ Այո։ Որ Սողոմոն Թեհլիրյանին դրվեցավ շահանատալին գոմեն, որ երթա և շուն տալյատին ուղագի ոչնչացն է։ Եթե սկացիր ժամանակովսի կոնդոին թիվը դվի, գիշես։ Այո։ Թիվ 39-րդ ապարտմենտեն իչավսի։ Ճիշտ է։ Հելդենբերգ փողոցի վրա, չէ, Շարլոտենտաուն շրջանը Բերլինի մեջ։ Այո։ Ժամը 10:40 շատ հետաքրքրական է պատմությունը փոխանցելը ժողովրդին։ Այդ վրիժարու մինչև Բերլին կացած է
զարգած է Թալյաթին, չեն կնար այդպես անցնել։ Անպայման, Ասկային հաղթանակ է։ անպայման։ Ասկային հաղթանակ է։ Թալյաթին զարգած է, որ 1.5 միլիոն հայերու չարթին պատասխանատու at թահիջն է։ Ինչպես կնանք այդպես անցնել։ Պետք է իրավունքը դրվի այդ երկին։ Այո։ Այդ ծևով է մոտեցումը։ Կրնանգսել այդ շունն է, որ արդեն չեն կնարսալ մերած է սատկած է, շատ կներեք հարկելիներ, եթե այսպես բարեր գործած եմ, բայց իմ հալսկացումս հայկական բարձր է, զարգավ ջագդեն, պրեցքեդին, այդպես է։ Ճիշտ։ Եվ ասավ, ես մարտասպան եմ, ես մարտասպաննած եմ, ասավ, բայց մարտասպան չեմ։ Չէ, այո։ Այսինքն ասկն է, որ իրեն ոչնչացն է, հայ ասկին բադիրն է, վրեժն է։ Այո, թադավարության ժամանակ ինք այդ նախատասությունը ըսավ եւ արդեն թադախազը ընդունած էր թե այսօր իրականություն մնա, ինք ոչրակորդ չէ, ինք այո սպաննած է, բայց իրավունքով էր։ Էլի շատ նեղված են եւ գսեն թե ինչու մեր նամակները չես կարտամ, մի քանի կարճ նամակներ կարտամ։ Գարնամ նամակները Ստեյսի, ադի մեղքը չէ, by the way, եթե նամակները չգարտացվին ամենը Ստեյսի վրա անցած է։ Փագեցին շնորհակալություն ցտեսություն։ Նախքան վերջին երկու հարցումներս փոխանցել, ուրեմն Էլինքիցավ ինչպես պիտի փախի։ Ուրեմն Անահիտ Հովագեմյանը գսե թե մանավանդ քինիլից երկը որ երկեցիկ սիրելի էլի շատ ճիշտ մեր սրդերը գամփոփեն ինչպես որ գսես ասկային երկերը մեր հայ ասկի ամեն մեկ զորավոր հերոսներին իրեն ճակատագիրը կներկայացնի ռադիո ստարզեն դիտեցին որովհետև այդ վիդեոները ուրեմն դեղատրվեցավ եւ բոլորը դիտեցին ձապահարություններով բրավո գսենք էլիին բարձր հայկական սկացում ունենալու համար հոյագապ ծերնակներ ընկեր Թոմաս Բարի եկածեք ընկեր Թոմասը միացած է Լեռնավայր Կոմիտեութենեն գսե հոյագապ ծերնարգեր էլի thank you so much Աբա Փոխադարձ Բրավո շատ խանթավար աշխուժ երկ արևարևի համար իսկ հայտակիրը հիանալ մեծակույն խանթավար խրախճանքով պատմություններ շարան դարբեր շողշողուն երկերով ամեն մի երկը մի աստեր կարծեստ շնորհակալություն Աննա աբա Ավստրալիայեն թեր Քեզ չենք մորցած Ավստրալիա եկած է էլի մեր մոտ եւ բարահանտես ներկայացած է քրածեն ճիշտ է Sydney, Melbourne Sydney գտնագե արդեն անին ուրեմն You are Stacey and Ellie two powerful people a great show շատ շնորհակալ եմ Ձովիկ Thank you Ani Աբա Բարևներ Բարը հավանա Փարսխալ հայասեր պետք է լա հայասող գրված է հայասեր Էլի Բերբերյան եւ շնոր Հագալենք դեղեցություններու համար Էլիին շատ լավ ավելի կճանչնանք այսօր շատ աղբոր իսկական արևի ջարակայտներ ունիկս է Աստղիկ Պետրոսյանը բրավո You have a very high energy both Salpi Sulahian Suryan Good morning Australia բոլորը գանող հարտնցած եմ You have a very high energy գսեն շատ գսիրեմ Էլիին երկերը մանավանդ 50 տարիս որ երկած է Արփինե Ճարլկյանի կողմեն 50 տարի Էլո Քալպյան գսե բրավո Stacey ասանագնգալները որորած եմ you're an amazing person շնորհակալ եմ ես պիտի գարթամ անինչ որ գապունի հյուրիս հետ շատ շնորհակալ եմ դարբուկան շատ կսիրենք շատ աղվոր նվակած է Մարկոն Կախնիկ մդամ ցեզի հարկելներ Մարկոն լիբանանցի անցմն է ոչ հայ որովհետև իր մայրը հայ եղած է ինք ունեցած է այդ հայկական սերը ուրեմն սորված է հայերեն լեզու եւ Մարկոն ինձի էլին ցեզի շատ լավ հայերեն գխոսի ինչպես չի սիրենք մենք այսպես Արաբները մանավանդ սիրել Մարկոին անունը դվինք Պոլնալ Մալախանյանը իմ պրոդյուսերս է keyboard նվագողն է ամեն երկերուն arrangementները որ գլսեք Պոլն է Այո ինքը միշտ գսե Պոլը առանց ինձի բամը չեք կնարնել գսե բայց անունս վերջինը գիշեք Որքանով ճիշտ է ասածը Շատ ճիշտ է շատ խոնար անձնավորություն է Մենալ վաղոն մորցանք Վաղարշակ Ադամյանը Շուշտ
որ մեր Գյումրիեն իմ սրտիս շատ մոդիկ ընկերս է եւ այս բանդը եղավ 20 տարի է միասին ենք ասնողոս հետ։ Ես անունները չի հիշեցի, որովհետև հարցազրույցի ավարտին երբ ողջուններս պիտի ուղեի շնորհալի դղոց նվագախումբի պիտի հարցնեի թե որքան է միասին եք, որքան կնվագեք, այդ վերջին բաժինին բահենք, որովհետեւ բոլոր դղոցանունը դարձյալ հիշենք։ Անպայման։ Հազար բարի եկած Էլի Բերբերյան, շնորհակալ ենք Ստեյսի լավ իմացնելու իր մասին պետք է գրեմ, մասին գրացեն Ալտրանիկը գստե երբ արև երկը գնովակեիք, պետք է այս վիդեո կլիպը մենք տիդեինք, այդ որսիկ թե այսպես ձովեզերքը սիրուն աղջիկներով և այլն գուզեն տիդել, Էլի Բերբերյանի Յարկը գսիրե Ալտրանիկը YouTube ալիքը այցելեցեք սիրելիներ արդեն բոլորը ներկա եմ, պիտի գարտամ Լորա Ագներյան ատքան կիդագից դիգիմ մնե գսե, Վարգեմ, այս մեկը անթոյին կրած է, շատ կիդագից է լորան, միշտ կնահատական խոսքերով գկրե և ուրախեն թեր բոլորը հյուրընկալած եմ Էլի Բերբերյանին, շատ շնորհակալ ենք ձեր արդահայտություններուն համար Մարի Յուղափերյանի կողմէ, Պարսկերնիտ կատար և պիտի լինենք հայ միշտ հավիդյան։ Ամեն։ Էլի Բերբերյան, թու մեր հայ ասկի բարձանքն ես, շատ աբրիս, կնարիք ավետիքյան չարեքյանի կողմե, հորակույրս է։ Շատ շնորհակալ եմ դիգին կնարիք, շատ շնորհակալ եմ։ Անի Ադիլյանը գսե ես Մելբուրն եմ, բայց հոս և Սիդնե դեսած եմ թեզ Էլի Բերբերյան և շատ լավ ժամանակ անցուցած ենք Էլիին բարահանտեսներով։ Փոխադարձ ես ալ։ Արևներս բոլորին, I really enjoy singing in Australia, Sydney և Melbourne իրական շատ արդագար կաղուտներ են, շատ չեմ կաղուտներ են, ես բայց ասեմ երկուքին ժողովուրդը շատ կսիրեմ, բայց Սիդնի քաղաքը շատ կսիրեմ, Ստեյսի։ Սիդնի շատ անուշիկ քաղաք է, I love Այո։ Ես գսեմ ուր հայ կա, հոն ուրախություն կա, լավ շրջան է, լավ քաղաք է, լավ երկեր է, որովհետև հայ կա, հայը կյանք է, հայը ուրախություն է, կյանքը հույս է, հայը ամեն բան է, եւ այս մեկը աշխարհի 4 կողմը շատ լավ ջանցված մեկ բան է, թե միշտ բդղադու ծառը կարգոծվի, որովհետև հայասկը խելացի կիդագից է, ուրեմն պիտի կարգոծվի թշնամիների կողմէ, վնաս չունի թող կարգոծվին, որովհետև մենք հայերս ալավելի հարաճ դիմենք, ավելի բայկարի և բոլոր դժվարություններուն հաղթահարենք, այդպես է։ Ամեն։ Նախքան վերջին բաժինը խոսիլի և նվագախումբի դղոց մասին, ես այժմ ունիմ կարճ հարցումներ, պիտի խնդրեի ձեզ Էլի Բերբերյան միայն մեկը դզատեք, որովհետև մի քանի տարբեր ծևերով պիտի հարցնեմ, մեկը պիտի դզատեք, այսինքն չի գա ասել գամ այս մեկ, գամ միայն մեկ, օքեյ։ Ինչպես այսինքն, պատասխանը մեկ է։ Այո, ուր ալավելի հաճելի է երկելը, Հայաստան, Լիբանան, թե Կանադա։ Մեկ։ Էլի Բերբերյանի համար ուր ավելի հաճելի է երկելը, Հայաստան, Լիբանան կամ Կանադա։ Մեկը պիտի զատեմ։ Մեկ, միայն, արագ հարցում արագ պատասխան է։ Կանադա։ Ուր ապրիլը հաճոյ է, Հայաստան կամ Կանադա։ Կանադա։ Որ մեկը ձեր նախընտրած քույնն է, ասկային, ժողովրդական թե բարային։ Ժողովրդական։ Վաու։ 25 տարիներ ետ կերքեք նույն ջող երկերը, այսինքն հարցում եք 25 տարի ետք նույն ջող երկերը կերքեք կամ օպերային երկերու գվերաթարնակ։ Գվերաթարնակ եվս։ Օպերային։ Այո, միշտ երկուքը կան, բայց մեկը հանրությունը գիտեմ, մյուսը չի գիտեմ։ Մեկը, օքեյ, օպերային։ Որ մեկ եղանակը գսիրեք, Կարուն, ամարաշուն կամ ծմեր և ինչու։ Ամար։ Արև գա։ Ամար, արևոտ, արևշատ, բախտավոր, լուսավոր։ 6-րդ վերջին արագ հարցումը։ Եվ Կանադային գազեմ։ Ամար գսիրեմ և Կանադային գազեմ։ Սուրտ բաղ ծույն։ Օխ, մենք Լոս Անջելոս ենք։ Վերջին հարցումը, փոքրիկ էլի ինգի հյանակ, թե մեծ էլի ինգի հյանակ։ Փոքրիկին։ Ինչու։
դժվար մանկություն անցուցած է։ Դժվարությունները ալավելի ցեզի զորացուցած է։ Այո։ Ինչպեսի դժվարություններով հանդիպած է փոքրիկելին եւ հաղթահարած է իր ուժով, իր չանկով, իր անձնական ցևով։ Իր չանկով չէ, ասզո ուժով է, ասո շնորհքով է, բայց անցած է ժամանակաշրջանի մեջ ապրած է, որ աղքատություն կար։ Աղքատություն կար, ամեն տեսակ դժվարություններ կային տնտեսական, բայց եւ այնպես հաղթահարած ենք, ըրած ենք եւ բամը չեմ փոխեր by the way։ Եթե անգամ եւս աշխարհ կամ նույնն ենք ուզեմ ասնել։ Նույն դժվարություններ են։ Որովհետև այն դժվարություններն է, որ մեր մեջ աստվածաբախություն, մարդասիրություն, ազգայնություն գերտեն, չէ՞։ Թե չէ Մարի Անտուանետին պես կդառնանք կսենք հաց չունինն է, թող էկլեր ուտեն մարդիկը։ Գիտես այդ ֆրանսացին բանը թակուին, որ սա ժողովուրդը հաց չունի, սա թող էկլեր ուտեն։ So մարդոց empathy սկալը պետք է մեջեն անցնիս, պետք է վայելես այդ դժվարությունները, որովհետեւ գերդվիս։ Եվ սորվինք այդ դժվարություններեն եւ մեր սխալներեն անպայման։ Ճիշտ, եւ վստահենք, որ ավելի մեծ ուժ մը գա, որ այս բարակային Աստված է Հիսուս Քրիստոս է, որ քեզի որոշ դժվարությունները կանցնե, որովհետեւ մեդալի պես զտվիս, թե չէ կմնաս մեդալ մինակ, այսինքն միշտ հավատքով պետք է լա, միշտ երախտաբարդությամբ, միշտ պարկնալով պետք է լա։ Մարդիկ դժվարություններուն կհանդիպին եւ գսեն, որ օրինակ մարդկային դժվարությունն է, չէ՞։ Ինչու այսպես կլա մեզի, ինչու այսպես պետք է լար մեզի։ Ինչքան էլ դժվարություն կա կյանքի մեջ, պետք է մտածվի, որ ավելի մեծ ուժ մեզ։ Այո։ Ուրեմն Աստված Գիտե թե այդ թուրը երբ կփագե, ուրեմն այդ թռնեն ներս, այլ դարբեր դժվարություններ կամ սխալներ կամ փորձանքներ կան, արգածներ կան, բայց մենք մարդ արարածս միշտ այդ հարցմանշանի առջև կգտնվենք, թե ինչու, բայց ինքն է մեր դերն է, ինք գիտի ամեն բան եւ շնորհակալ ենք Աստծո, թե ինք այսօր հաջողցուց մեր հաղորդաշարը, մեր հարցազրույցը, մեր գրությունները, մեր խոսակցությունը միշտ իր ուժով իր կամքով է։ Ճիշտ է, հետո միան պամնալ ուզեմ ավելցնել Ստեյսի, ես մարդիկը կարծեն, որ այս ամեն բաները գլան, որովհետև այս աշխարհի համար է Աստծո պլանը մեզի։ Այսի չէ իրականությունը, ինքը հավիտենական կյանքի մեզի կպատրաստի։ Ինչ որ դժվարություն կունենաս հոս, հավիտենական կյանքին մեջ է, որ քեզի ճամփաները կբացվին։ Աստերը կոծվին է ոն կբացվի։ Եվ Հիսուս միշտ կսե եւ միշտ կսե, չէ՞։ Երանի անոնց որ Այս Երանի անոնց որ գսե մեգերնեն մեգը երանելի չեն աշխարի վրա, եթե մտածեք։ Աղքատը, սովամահը, հիվանդը եւ այլն մեղավորը, ասոնք ամենն երանելի չեն աշխարի վրա, բայց երկինքի մեջ երանելի են։ Ադի է ասածս։ Համամիտեմ 100% համամիտեմ երանելի է միան, երբ անտիաշխարհի երթանք այդ երկնային կյանքը բոլորովին դարբեր է, այո, ոչ մեկը երթալով վերադարձած բատմատ չէ, բայց երբ կխոսենք, թե մենք մեր դիրոջքով բիտելանք, մեր Հիսուս Քրիստոսի գողքին բիտելանք, ուրեմն մենք շատ ուրախ հոգվով պիտի ապրենք, մեր հոգին է որ պիտի ապրի վերջո։ Նախքան վերջին թեմայով հասնենք մեր զրույցի ավարտին, պիտի խոսիմ նվագախումբի դղոց մասին։ Ինչպես եղած է հանդիպումը, որու ծանոթացած եք առաջ, գիտեմ թե վաղոն եղած է վերջին անձը, որ միացած է նվագախումբին։ Ինչպես եղած է այս նվագախումբը մեջտեղ եկած է, ինչպես կողքով եկած եք, ծանոթությունը, խոսենք, որ արդեն քալդարի գլա 20 տարի։ 20 տարի, այո։ Առաջինը փորին ծանոթացած եմ, Մալախանյանին։ Ամենի առաջ չէի գնար անդեսել իր ունեցած դաղանթը, իր ունեցած կարողությունները։ Իսկ Պոլը ինձ զանոթացուց Մարկոին հետ, Մարկոն այնադեն կամ 18 կամ 19 տարեկան էր։ Բայց նույն հիմակվա ճիշտ իրեն բնավորությունն է։ Մարկոն միշտ Մարկո է։ Բնավորությունները սկզբունքներ ունի, որ չի խախտել։ Շատ գեղեցիկ անձնավորություն է, ինքնալ Պոլնալ, իսկ վերջավորության մեր գյումրեցի ընկերին հետ վաղոյն է։ Անպայման, մեր գյումրին։ Մեր բանդին Արևն է, he's a very positive personality, շատ պոզիտիվ է վաղոն։ Միշտ այո, շատ պոզիտիվ է։
ինչ կուզե թողլա վաղոյին միշտ ժբի դգա միշտ անցանք կսե միշտ եւ այլն եւ ամեն ինչ թյուրին է իրեն համար Դժմարես so վաղոյին ալ մասնավոր բարևներս իրենց դիգնոս իրենց դիգիններուն ալ բարևներս Շուշտ դիգիններն ալ եթե չլան մենք չենք կրնար այսպիսի կոզունեություն ունենալ դժվար ասպարեզ է kudos to you guys իրական գսեմ առանց սեզի մեր կյանքը շատ դժվար է Աստված բոլորին դիգինները բայիսկ ծեր սիրուն դիգինը atkan քեղեցիկ սիրուն դեսկով թեմքով դիգին մունիկ Աստված վահե ես մի քանի նկարներ որ տեսած եմ անցամ թերչի զանոթացա շատ ոչ թե միան դեսկով ալ թեմքով ալ սիրուն է վստահ եմ թե փնավորությունն ալ նույնն է Աստված ցեզի միշտ երջանիկ վահե հավիտյան առողջ լակ եւ ծեր դունը միշտ մնա շեն էլի բերբերիամ Եթե պիտի խոսենք յուրաքանչյուր դողոց նվակած կորձիկի մասին որովհետեւ հավանաբար շատերը անուն Նով գիտեմ, բայց չեն գիտեր թե յուրաքանչյուր երիտասարդ կամ յուրաքանչյուր նվակող ինչ կորձիկ է որ, ինչ կորձիկով գսպաղի, ինչ կորձիկ կնվակե։ Բոլը keyboard-ի վրա է, production-ի վրա է։ Basically ինչ որ beat կլսենք, ինչ որ music կլսենք, բոլեն է։ Բոլեն է գացել։ Իսկ live instrument-ը վրան վաղաշագն է, որ 3 կամ 4 instrument կնվակե, clarinet, բկու, զուրնա Եվ դուդուկ Եվ հավասարապես լավ գնվակ է Հետո Մարկոն ունինք Որ Մարկո Մսրտամթեմ անունով գջանշտանք Is the famous դրբակե player Աստված բոլորին ալ ուրախ օրեր բարգեւե այս խումբը մնան ոչ միայն 20 այլ ավելի տարիներ հավասիկ 2026-ին դուք 20-րդ տարին է որ պիտի ամփոփչացնեք նվակախումբի դղոց հետը ուրեմն ասել է թե որքան իրար հետ համացայնեք որքան իրար գահարքեք իրար որոշումներ գահարքեք եւ այդպեսով գահաչողցնեք ծեր բոլոր ներկայացուցիչները փեմի վրա Էլի Բերբերյան վերջին թեման է պիտի խոսենք ծեր ստեղծագործություններու մասին որ արդեն լսեցինք Մեկը արևը երաժշտություն եւ բար դուք գրածեք ցեզի կպատկանի երբ Էլի Բերբերյանը քուշագեց երկի բարեր եւ երաժշտություն գրելու ցիրկը շնորհքը ունենալը առաջին դբրոցի ժամանակ բանաստեղծություններ կգրեի եւ կամած սկսան երկի վերածվել Հետո սկսավ մինագը գերդվել Հետո սկացի որ եթե երկը ես գրեմ ամենաջիշտը կհնչեմ եւ ամենաջիշտը գերկեմ որտեւ տունես չէ հեղինակը գիտես ինչպես է ուրիշը եթե գրե դարբեր է Արևը դուեսը ցանկի սնգերը այս երկերը մեծամասնությունը երկերուս ես գրած եմ Այո շատ երկեր Եղանակ եւ խոսք եւ անե որ Սկացումներդ մեջ ավելի անձնական է, ավելի թափանցիկ է։ Այո, որովհետև ծեր սկացումով է անձնական, դուք գաբրիկ, աբրելով ատվարկյանները, ատպահերը, դուք ստեղծագործություններ կկատարեք։ Ունիք քանի ստեղծագործություններ մինչև ցարտ։ Գարձեմ հիմա 25 անցանք։ Գան որ չեն հրադարակված, 5 հատ գա որ չեր այս դարի 2-3 հատը պիտի կա։ Բայց ինչ որ լսած եք էլիեն որ աշխուղական չէ եւ ասկային չէ Այո գրեթե ես եմ եղինակը Իսկ դուք այդ անցն եք թե լսել եք ծեր երկը ծեր ստեղծագործությունները գքնաթադեք ծեր անցը եթե ոևէ մեկ սխալ գա գիտեմ թե գքնահադեք որովհետեւ դուք ծեր անցը պետք է քնահադեք որովհետեւ ավելի լավ ներկայացնեք բայց բադահած է թե գքնաթադեք Ծեր ստեղծագործությունները Այո, շատ բադահած է եւ դզդիկ սխալներու վրա գրնալալ որ ամիսներով երբ մուշանա որովհետեւ մեկ ֆրազը իմ ուզածից մեծ չէ եւ չեմ գնա գելգչարչարվիմ գդարավիմ մինչեւ որ ճիշտ է Անպայման որովհետեւ լավն է ուրեմն հոս բծախնդրություն է գրնամսել ծայրահեղ բծախնդիր ինձ էս Պետք է լաս Զայրահեղ բզախնդիր պետք է լաս, ես կսեմ, եթե պամը մակուր բիդ աշխատիսն է կործը տանպես պետք է լաս Ես ուրախիմ թե այսօր տշկող չեիք իմ բծախնդրութեն ես Պնավ, այդ կանատ չարչարեցիր հիմա, ասեմ թե չսեմ Ասեք Ասեմ Լավ, ես ինտերվյույեն մեկ ժամ առաջ Ստեյսին հերացային պացավ, ամեն տեքնիկալիտիներում մեջ են անցավ, հերացային ուր պետք է գենա, հերացային ինչպես պետք է տարնա, ցայնը ինչպես պետք է լա Մինչև քույնիս վրա աշխատեցավ
մորտիս քույնին վրա սև գերևիմ ջերմակ գերևիմ so Որչա բզախնդիրը լաս ատկան լավ Այո Thank you Stacy by the way thank you Իրական կքնահատեմ կորձդ եւ աշխատանքդ լսեցի որ լայվի մեջ էսի 4-րդ տարեդարձն է ռադիո Stars-ին Այո Իմ գողմես ալ բարեմաղթանքներ եւ հարադեպ վերելք Pierin al մասնավոր բարևներ գուտանք Best friend հավաստիկ կհետևի Իսկ հարաճիգա շապատներ, ամիսներ կամ որքան ետք ինչ աբակայից ռակերներ կպատրաստեելի Բերբերյանը եթե գուզեք հաղորդել ձեր երկրպագուներուն եւ այսօրվա բոլոր հետևողներուն Քանի մե երկ կա on the horizon այս անգամ ավելի կփորձեմ սփյուռքին գողմը երթալ ավելի այսինքն Խոսքը քիչմը սփյուռքահայի ավելի մոդ է, եղանակը քիչմը ավելի գավոր մեջը նոստալժիկ էլեմենտներ ալգան գաշխատինք վրան, իսկ երկի արումով բսակներ են յետևի այստեղ են մինչև Boston, New York, Philadelphia, Toronto, միշտ կանք, ամեն շաբաթ կանք, Toronto-ի ֆեստիվալը այս տարի գնենք, գիրագի օրը մենք ենք Այն որ դիտեցինք քեբաբը ուր է Լահմաջուններ ուր են Լահմաջունները ուր են Այո վաղոնը սավ թե բազանցեք աս լահմաջունեն Բազանցեք աս լահմաջունեն ապարս Տոնը սավ մեքսիկական լահմաջունն է Ես այդքան սիրեցի ձեր այդ արդահայտված կամ խոսած ձևը ինչպես է սիկ Էլի Բերբերյան Լահմաջուններ ուր են ագամ Այդ մնանք բուրչամուդյան ձևով վնասություն են կեղեցիկ է Որև լահմաջունը իմ սիրած ժաշս է մեջտեղ էլա որ փոլն ալ շատ կսիրե սո կամած ազանք պամը եղավ լահմաջուններ Հիմա գարձեմ թե մեր դոգման միդլա Թիշրտներ պետք է ենեմ լահմաջուններ ուր են ագաս Էլի Բերբերյան atkan հաճելի էր հավաստիկ 1 ժամ 35 վարգյանը գզրուցենք եւ մենք չսկացինք որովհետեւ հարուստ պատասխաններ փոխանցեցիք շատ սրդամոդորեն խոսեցաք շատ բարձ բարգեշտ հեզ ձևով որ արդեն բնավ գասկած չունիմ ճագերդի մեջ միշտ այդպես եղածեք մենք տարիներ առաջ ունեցանք հարցազրույցը եւ այսօր եւս հաջողցուցինք շնորհակալ եմ սպաղը լալով հանդերձ հրավերս ընդունեցիք միշտ ցեզի նորանոր հաջողություն կանած ճանապարհ է որ պիտի մաղթեմ ձեր ուղին լա միշտ լուսավոր աստծո հրամանով որովհետեւ դաղանթավոր եք արժեքավոր երկիչ եք ունիք ձեր արժեքը եւ բոլորի հանդեպ հարկանքով եք այդ մեկը շատ կարեւոր է Ես Ստեյսի Ավետիքյան Փոխադարձ Ստեյսի բոլոր ագնտիրներուն ալ մեզի լսողներուն ալ մասնավորապես չերմ սերով լեցուն եւ արևով լեցուն բարևներ գուղարգեմ աշխարհի որ ցակնալլակ շատ ուրախ եմ որ ամեն կոնցերտներուն ցեզ մե մասնիկ մը կտեսնամ եւ անոնք որոնք այսօր տեսան եւ այսօր զանոթացան ցեզի շատ կսիրեմ Thank you very much ամեն ինչի համար Անշուշտ միշտ վերջին հարցումը գլա նույնը յուրաքանչյուր հյուրի եթե պիտի խնդրեի սրդակին խոսքը հայասկի աշխարհի 4 կողմը ովևէ մեկտեղ որ հայ կա ձեր սրդակին խոսքը հայասկի ինչ պիտի լա եւ նոր սկսնակ երկիչները որ այսօր գուզեն փեմ բարձրանալ չեն մտածել եթե ցայն ունին կամ չունին կամ գուզեն երկել այսինքն խորհուրդները որ պիտի դակ այսքան տարի որ դուք փորձառություն ունիք մեկ հարցում երկու բաժնով հրամեցեք հայասկիս համար ուղղակի բարդական եմ խոսք չունիմ միակ աղոտ կունիմ բարեմաղթանքներ ունիմ որ դեր աստված իմ հայասկս զորավոր եւ գանքում բահե առողջ բահե հայկական քաղաքները ծաղգին ուր որ է հայը գստեղծե իր Հայաստանը իր փոքրիկ Հայաստանը այդպես որ իրարու հանդեպ ներողամիտ լանք իրարու սիրենք իրարու կաչալերենք ստերեոտայպերը հերու մնանք ստերեոտայպերը մարդիկ կսեն որ հայերը իշտա մեկը վերելան է չեն սիրեր բարգը կաշեն եւ այլն գլսեմ թեթև գտանիմ որովհետեւ իրականության մեջ այդպես չէ իմ փորձառությանս կյանքիս մեջ իմ փորձառությունս այդպես չէ այսքան մարդիկ տեսած եմ այսքան մարդուց հետ շփված ենք ինչպես բոլորն ալ
մարդը իրեն պես մարդը կքաշե, եթե տուն պոզիտիվ մարդ ես, եթե տուն աստվածաբախ ես, խիղճով ես, աշխատասեր ես, հայրենասեր ես, քեզի պես մարդիկը կուկողմդ կուկան։ Իսկ երկիչներուն գսեմ, եթե հայերեն լեզու գերքեք, սերջագադեն գամպուրեմ, լավ աշխատեցեք, աշխատասեր եղեք, ստեսին պես շատ մարրագրգիտ բաներում մեջ հետևեցեք ամեն ինչի, բծախնդիր եղեք եւ ուղղակի ջագատնետ կամփուրեմ, որ այս թարուն հերադեսություն ունիք եւ սեր ունիք հայկական երգը փոխանցելու մեր քեղեցիկ արևմտահայերենը փոխանցելու ժողովրդին եւ քաղաքները ուղղակի ջոխացնելու, որովհետեւ թյուրին բան չէ երգիչը լալը Երկիչը լալը կնշանակե, որ պետք է ազնվական լաս, պետք է մարդկային լաս, պետք է գարենաս կարավարել շուրջիններըդ, պետք է քիչմը մյուզիկալիտե ունենաս, թյուրին չէ, այս ամենը շահիլը գամած, անոր համար սկիզբեն, առաջ որ միկրոֆոնը ցերկը դառնես, եթե եսի որ երկիչ պիտի լաս, սիրելի հայորդի ջագադետ կամփուրեմ եւ գսեմ ամեն կաչալերան կսկեզի Այսօրքան դեղին խորհուրդներ եւ սրդակին խոսքեր էլի Բերբերյան մենք պիտի ավարտենք մեր հարցազրույցը երկովը 6 օրական 3-ին 4 անգամ գլսեմ եւ ամեն անգամ որ գլսեմ արցունքներս կգլորվին իմ թեմքիս վրա լիփանան իմ երգիր որքան բարձր հայկական զգացում ունիք նույն ժամանակ Բարձր դիփանանյան սկացում ունիք։ Ես փնտրեցի, որպեսզի գիտնամ որու ստեղծագործությունն է, բայց չի գրծակիտնալ թե բարերը կամ երաժշտությունը որու կպատկանի։ Դեր ավեդիկը, հայր ավեդիկը գրած է խոսքերը լիփանանին, եւ ես հիմա քանի որ այս եթերեն պիտի ներկայացնենք, ասեմ որ իմ մեկ մասնիկս սուրիացի է, եւ սուրիահայերը եւ լիփանանահայերը տշպախտապար նույն Ցեվող բادرազներով եւ այլն իրենց հողերեն գելլան կամ իրենց հողին վրա չեն գնալ հանգիստ ապրիլ եկեք միասին նվիրենք Լիբանանին եւ Սուրիային այս երկը Ռաշալի ինչու՞ չէ նախքան աչքերս չրոդիլը մենք պիտի հերանանք բայց պիտի լսենք Լիբանան իմ երգիր եւ պիտի խնդրեմ բոլոր ունգընչիրներեն եւ ագընչիրներեն լավ լսեք բարերը որովհետեւ Էլին Գաբրի յուրաքանչյուր երգ որ կներկայացնի եթե գուզեք տեսահոլովակը դիտել կրնակ այցելել Էլի Բերբերյանի YouTube ալիքը որբեսի դիտեք եւ իր թեմքի արտահայտությունը տեսնեք շատ շնորհակալ եմ հարկված սիրված օզջալ երգիչ Էլի Բերբերյան եւ բարի եկացեք միշտ ռադիո Ստարզեն եւ Հայաստղեր հաղորդաշարեն Thank you Stacy thank you Բարևներս բոլորին Love you guys We love you too Ցտեսություն Ciao Պատմական երգիր ես պատմությունովդ, Սուրբ երգիր ես սրբավայրերովդ, Հադուկ երգիր ես ժողովուրդովդ